Այսօրվա դասի հիմնական նպատակը բանն է OOP-ի մյուս երկու պրինցիպը սովորել, դրանք են էնկապսուլյացիա եմ ասում, էնկապսուլյացիան ու աբստրակցիան, բայց միջև այդ մի հատ պայտակ շեղվում ենք, ֆունկցիաների հետ կապված մի հատ բավականին ուժեղ գործիք ենք անցնում, ու հետո այդ գործիքը կկիրառենք արդեն մեր դասի մեջ ու ինքը լավ ուժեղ գործիք է, սկզբում դրանից կսկսենք, հետո կգնանք կլասներ դեպի, այսօրվա դասի մի քիչ ծանրաբեռնված է լինելու տեսությամբ, հատկապես այս դեկորատորները գուցե մի քիչ դժվար գնան, համ դժվարոտ թեմա են, համ ես իրանց տենց լավ չեմ բացատրում, համ գուցե ես այդքան լավ չեմ բացատրում, դրա համար են դժվարոտ թեմա, մի խոսքով, այդ մի հատ կծածկենք, հետո այն մյուս երկուսը պետք է համատաբար հեշտ լինեն, բայց կարծրած այսօր էլ մի քիչ տեսական ծանրոտ օր է, երեքշաբթի արդեն գործնական կլինի։ Դերավ, գնացինք։ Ստեղ նյութերի հղումներ եմ դրել ու մի հատ փոքր կտոր ես դեկորատորներից չեն կծածկելու դասի ժամանակ, ինքը մի քիչ սպեցիֆիկոտ է, արգումենտ ընդունող դեկորատորները։ Այստեղ երկու հատ նյութ եմ դրել, որ ով որ կուզի ավելի շատ հասկանա, գնա նայի այդ նյութերը, շատ խրախուսելի է նյութերը նայել սրանք։ Իսկ այս երկուսն է պրոստը լավ, մեկը լավ նյութ է, մեկը լավ վիդեո։ Բայց լավ, մի հատ այսքան խոսացի, մի հատ համոզեմ էլի, ձեզ այդ ինչեր ընդհանրապես դեկորատորները խի իրանց սովորել։ Այսինքն մի հատ օրինակ, ունենք մի հատ ֆունկցիա, այստեղ ժամանակի մոդուլ եմ ներմուծել, սա այստեղից պրոստը մենք ժամանակի երկու հատ մեթոդ ենք օգտագործելու, դրանք ոտի վրա կասեմ ինչեր է, կարևոր չի։ Այս OS-ն էլ operational system օպերացիոն համակարգի մոդելն է, այստեղից էլ մի հատ փոքր բան ենք օգտագործել ուղղակի, դրանք ոտի վրա հենց կասեմ, շատ կարևոր չեն։ Էական չեն էլի, խնդրի համար, ուղղակի օրինակի համար են դեր տանում։ Ու ստեղ մի հատ ունենք ամպի չափ մեծ հաշվարկանող ֆունկցիա, 11-509 աստիճանն է հաշվում, սա որ ասած աշխատացնենք, բավականին արագ հաշվում է, եկեք մի հատիկ էլ թիվ ավելացնենք, թող մի քիչ ավելի դանդաղ թվի, 111-ին թող հաշվի, այս էլ է, բայց այս էլ արագ կարացավ, իսկ այսենց, այս մեկը տրաքեց ուղղակի։ Լավ, մի խոսքով, մի հատ ֆունկցիա է, որ աշխատում է ոչ շատ դանդաղ, մի հատ էլ ուրիշ ֆունկցիա է, որ շատ երկար է աշխատում, անունը դնենք ուրիշ երկար ֆունկցիա, ու ստեղ, քանի որ սենց ես հաշվարկով չէի կարող մի բան բռնցնեմ, որ երկար աշխատի, ուղղակի բան եմ արել։ Արհեստական կոդը ստոպ եմ տվել, այս time get sleep-ը, ինքը ուղղակի կոդը մի վայրկյանով ստոպ է տալիս, քննացնում է կոդը, էլի։ Այս ֆունկցիան որ աշխատացնենք, ինքը տպում է Z, հետո սպասում է մի րոպե, մի վայրկյան։ Կամ եկեք հակառակ հերթականությամբ տպենք։ Այսպես։ Սպասեց ու տպեց։ Այս ոնց որ երկու օրինակ։ Պրոստը ֆունկցիաներ են։ Հիմա ինչը թե մեզ հետաքրքրի, թե ինչքան է տևում այս ֆունկցիաների աշխատանքը։ Այդ տենց հարց է թե մեր մոտ առաջանա։ Ստեղ նշում, քանի որ մոդուլներ չեն կանցել, եթե ուզում ենք հաշվենք, թե ինչքան ժամանակ է տևում ինչ-որ բան, այս time մոդուլը ունի հրաման, կարանք ասենք ստեղ start-ը գրենք, ասենք time get start, ու ինքը կֆիքսի, թե երբ սկսվեց կոդը, հետո ստեղ կարա ինչ-որ բան լինի, ու կարանք գրենք հետո միարկյան նեղություն է, time get start, time get time, սա մեզ վերադարձնում է ժամանակը, ստեղ եթե print անենք կտեսնենք, ու կարանք հետո ինչ-որ կոդը որ աշխատեց, գրենք մի հատ էլ end-ը հավասար է time get time, ոնց որ երկու անգամ վայրկյանաչափով ժամն ենք նայում։ Լուսինե, ողջույն, մենք դեկորատորներ ենք սկսում, դեկորատորներ ենք սկսում անել, դեռ տենց ուղղակի օրինակներ ենք բերում սովորական ֆունկցիաներով, թե ինչի սովորել դեկորատորներ, այդ որպես արագ թարմացում էլի։ Ու հետո գնալու ենք երկու հատ կլասի պրինցիպ, OOP-ի պրինցիպ ստանանք։ Մերսի։ Ու ստեղ եթե գրենք end minus start, նայեք ինչ է լինելու, start չէ, ստեղ ST-ի գրել, start, ստեղ էի ST գրել։ Իմ ժարից այս կոդը, որ մեկը աշխատեց, այս Jupyter նոթբուքի բաներից է։ Նայեք ինչ է, ստեղ ինքը բերում է մի հատ ինչ-որ վայրկյան,
կապ չունի թե ինչ բայից ֆիքսած, մեզ կարևոր չի, մեզ կարևորն է որ ինչ որ բայ ֆիքսեցինք վարկյանը, հետո ինչ որ ծրագիր աշխատեց, հետո մի հատ է ֆիքսեցինք վարկյանը ու կարանք իրարից հանենք ու տեսնենք թե ինչքան տևեց կոդի աշխատանքը։ Էս օքեյ է։ Մենք սես բաների օգտագործել էինք, չեմ հիշում դպրոցի դասերի մեջ էլ թեստեղ, բայց էլի կոդը ոնց որ տենում էինք ինչքան ժամանակում աշխատում, ավելի կարճ կոդ էինք գրում։ Դզեց, ես ճիշտը որ ասեմ չեմ հիշում, բայց եթե արել ենք շատ լավ է։ Բայց շուտ ենք, չէ՞, երևի արել։ Բավականին շուտ։ Այդքան շատ էլ չէ, բայց դե համեմատ շուտ։ Մի ամիս հաստատ առաջ։ Հա։ Հա, օքեյ։ Հա, մերսի որ ասցիր, շատ լավ։ Հա, ուրեմն սա երևի օքեյ էր։ Ստեղ մի հատ փոճուր նշում անեմ, ինքը շատ փոճուր նշում է, բայց անեմ իրան։ Այս time get time գրելը ինքը այդքան է խորհուրդ տրվող ձև չի, որովհետև ինքը մի քիչ ժամային գոտի, տենց բաներից մի քիչ կախվածություն ունի։ Ընդունված է գրել perf counter, սա performance counter-ն է, ինքը մի քիչ ավելի կայուն է աշխատում, էլի։ Իրան մի քիչ ավելի շատ է կարելի վստահել։ Այս 1857-ը հետարքիր է որտեղից է գալիս։ 60-ի բաժանենք 30, լավ մի խոսքով։ Կարևորությունն այն է, որ սենց գրում ենք ինքը ժամանակ է հաշվում։ Հիմա ոնց կարանք անենք, որ այս մեր ֆունկցիան հաշվի ժամանակը ու տպի թե ինչքան ժամանակում ինքը աշխատեց։ Ընկեր Հայկ, ընդեղի գրանցինք print n-start։ Հա, ոնց որ այս start, այստեղ որ գրում ենք start-ը հավասար է սրան, վարկյանով ֆիքսում ենք թե երբ ենք սկսել աշխատացնել կոդը, հետո ստեղ ենք վարկյանով ֆիքսում։ Ոնց որ ֆիքսեմ, ասեմ 10 վարկյան, գնամ գործանեմ, գամ ժամի վրա նայեմ 40 վարկյան, այսինքն որ հասկանամ ինչքան տևեց իմ գործը, պետքա 40-ից հանեմ 10-ը, չէ՞։ Հա։ Այստեղ այդ end start-ը է դա էլի ուղղակի։ Իսկ այդպես միանգամից հրաման չկա, որ այդ գրենք։ Դե հրաման չէ, ինչ որ with-ով բանով կարանք տենց ինչ որ բանի հասնենք, այն որ with ինչ որ open file տենց բաներ որ անում ենք, դրա նման կարանք օգտվենք ինչ որ ձևից, որ այդ դրա մեջի կոդը հաշվի ինչքան ժամանակում է աշխատում։ Բայց ոնց որ եթե ուղակի մի հրամանով գրես, ինքը չի իմանա, էլի սկիզբը ինչի մասին է, որտեղի սկիզբը, որտեվ կարամ ստեղից սկիզբը հաշվեմ, կարամ ստեղից հաշվեմ, իմ որոշելու վրա է, էլի թե որտեղից լինի, ես պետք է հստակ նշեմ այս կետից մինչև այս կետը։ Եթե մենակ մի հատ հրաման օգտագործեմ, ինքը մենակ վերջը կիմանա, էլի սկիզբը չի իմանա։ Կարող է ասենք ամենասկզբից մենակ հաշվի, բայց եթե ուզենանք ինչ-որ տեղը ֆիքսենք, պետք է գրենք, էլի։ Okay։ Հասկացա։ Հիմա ուզում ենք այս ֆունկցիան փոխենք, այս երկու ֆունկցիաները ուզում ենք փոխենք տենց, որ իրանք վերադարձնեն, թե ինչքան ժամանակում են աշխատում։ Ասենք գրի ասենք, սկսում եմ աշխատել, starting, հետո գրի աշխատի, հետո գրի վերջացրեցի աշխատելը, այսքան ժամանակում աշխատեցի։ Կարանք sense մի բան անենք, չէ՞։ Կարանք ստեղ այս կոդի սկզբում գրենք starting ու դնենք այս մեր start-ը, հեսա գրենք st-ն հավասար performance counter։ Հետո ստեղ մեր կոդը աշխատացնենք, մեր հիմնական ֆունկցիան։ Այդ մեր հաշվելու բանը։ Հետո գրենք այս տևողությունը հավասար է time get performance counter մինուս st, այսինքն նույնն է ինչ գրենք բան։ End-ը հավասար է սրան ու ուղղակի մի տողով է արել, էլի։ Ստեղ end մինուս start։ Ու տպենք այս res-ը, ռեզուլտատն է ինչ ստացանք։ Տպենք այս result-ը ու տպենք duration-ը։ Այս օրինակ կարանք անենք, չէ՞, սենց։ Հիմա սա որ աշխատացնենք, տեսեք գրեց starting, աշխատեց տպեց արդյունքը, հետո տպեց ինչքան ժամանակում է աշխատել։ Այս e-0.6 նշանակում է ստեղի գրած թիվ բազմապատկած 10-6 աստիճանով, այսինքն լիքը 0-ներ 0.0 ու նոր թիվ է, էլի։ Այս ուղղակի այդ գիտական գրելաձևն է, ասենց ասած, իրան եթե հանդիպեք, իմացեք ուղղակի ահավոր փոքր թիվ է, եթե մինուս է գրած, էլի։ Ու եթե պլյուս է, իմացեք ահավոր մեծ թիվ է։
Բայց մի հատ սուս մնամ, ստեղից ինչ որ հարցեր կա ժողովուրդ։ Չէ, հարցեր չկա, բայց մի հատ էլ բան ասեմ, այդ yen կալկուլյատորների մեջ լիքը տեսել եմ, բայց ինչքան ուզում էի հասկանայի, այդ ինչա, տենց էլ չէի կարող հասկանայի։ Հա, հա, հիմա օքեյ չէ արդեն։ Հա, Հա, դզած, շատ լավ է։ Ապրես որ կիսվեցիր։ Դա ոնց որ եթե իսկ մյուս ֆունկցիայում ուզենանք անենք, պետք է էլի բերենք էս վերցնենք, բերենք էս ֆունկցիայի սկզբում դնենք, չէ։ Հետո բերենք ստեղ էս նույն կտորը, հա, ստեղ փոխեմ, որ ոճով նույնը բռնի։ Ընդեղ էլ էի մի տող արել։ Ահա։ Սենց սա աշխատացնենք, էս z-երը, z-ներ էլի։ Ու հիմա եթե աշխատացնենք, էլի նույն պատմությունը էսը։ Աշխատեց 1.001 վայրկյան։ Ես մի վայրկյան էս քնելն էր, 0.01 վայրկյան տպել է։ Ահա, ու նորմալ է, չէ։ Բայց հիշում եք այն մեր բուտմատի օրենքը, որ եթե ինչ որտեղ տեսնում ենք կրկնվող կոդ, ուրեմն գուցե ինչ որ լավ բան կա, որ չգիտենք կամ չենք օգտագործում կամ չենք ֆայմել։ Ու այդ ինչ որ լավ բանը կոչվում է դեկորատորներ։ Դա լավ, եթե երևի մինչև ստեղ օքեյ է, եթե չէ ասեք, ինչ է դեկորատորի էությունը։ Մենք ստեղ ունենք ֆունկցիա, չէ՞, այս մեր ֆունկցիան էր։ Մենք որոշեցինք այս ֆունկցիայի պահելաձևը փոխենք, ֆունկցիան դարձնենք նենց, ոնց որ մեր ընդհանուր գործառույթը այս է, չէ՞, տպել այս է։ Մեր գործառույթը որոշեցինք փոխենք, նենց անենք, որ ինքը մի հատ ինչ որ ուրիշ բան անի, հետո նոր այդ մեր հիմնական գործառույթը, հետո գործառույթից հետո ինչ որ ուրիշ բան անի, չէ՞։ Նույնն էլ ստեղ։ Այստեղ մի հատ ինչ որ բան ունենք, ստեղ մի հատ բան ունենք, գործառույթ, մոռացա այդ բառը։ Ու դրանից առաջ ու դրանից հետո ուզում ենք ինչ որ բան անենք։ Հիմա ուզում ենք փոփոխենք դա։ Այդ դեկորատորները հենց դրա համար են։ Դեկորատորը դա ֆունկցիա է, որը ընդունում է ֆունկցիա մուտքում, այդ ֆունկցիան փոփոխում է ու հետ է տալիս։ Սենց ասած, եթե մեր ֆունկցիան այդ ավտոն է ու իր գործառույթը քշելն է, դեկորատորը կարող է մեխանիկը լինի, որ դու իրան ավտոն տալիս ես, ինքը ավտոյիդ վրա, ասենք, ավելացնում է մի հատ ինչ որ ուրիշ շարժիչ է դնում, մի հատ գույնը ներկում է դզում ու քեզ հետ է տալիս ավտոն։ Վերցրեց քո ֆունկցիան, փոփոխեց, դզեց, փչեց, մի բան ուրիշ ձև սարքեց, հետ տվեց քեզ։ Ինքը ոնց որ ֆունկցիաների համար ֆունկցիա է, էլի։ Եթե ասենք պետքա մի հատիկ ուղղակի սովորական ֆունկցիան փոփոխական վերցնի, այդ փոփոխականը փոխի ուրիշ փոփոխական մեզ հետ տա, այս դեկորատորը ինքը ֆունկցիա է վերցնում, ֆունկցիան դզում, փչում, ուրիշ ձև սարքում, հետ վերադարձնում, որ արդեն այդ փոփոխած ֆունկցիա օգտվոր։ Ոնց ասած ասած դեկորացիա է անում այդ ֆունկցիան, էլի։ Բուն էությունը վերցնում է, ինչ որ բան փոխում, վերադարձնում, էլի։ Պատկերացրեցիք ժողովուրդ։ Ու Python-ում այս ամեն ինչը շատ հաճելի աշխատում է նրա շնորհիվ, որ ֆունկցիաները իրանք կոչվում են առաջի կլասի օբյեկտներ, first class objects։ Այդ է նշանակում, որ իրանք կարաս փոխանցես, կարաս վերադարձնես, ոնց որ լրիվ փոփոխականի պես են իրանք պահում, էլի ուղղակի։ Ու ստեղ կարանք է դրանից հավեսով օգտվենք։ Հիմա եկեք մի հատ օրինակ անենք, հա, ասա, first class object։ Ու ոնց որ այդ բանը որ տեսնենք, կարանք են բարձր կարգի ֆունկցիաներից օրինակը վերհիշենք, որ այս իսպանական բան եւ այլն այս բարևել, որ ֆունկցիան համ գալիս էր որպես մուտք, համ գալիս էր որպես վերադարձ, այստեղ վերադարձ որպես չենք դրել, բայց մի խոսքով կարա հանգիստ գա։ Հիմա եթե գրելու լինենք մի հատ ֆունկցիա, որը որ ընդունում է ֆունկցիա ու փոփոխում է իրան ու վերադարձնում էր փոխածը, սենց ինչ որ բան կգրենք, չէ՞, օրինակ կգրենք timer ժամանակացույց։ Ու ինքը պետք է ընդունի մուտքում ֆունկցիա, չէ՞։ Մի դեպքում այդ ֆունկցիան կարա լինի այս մեր ուրիշ երկար ֆունկցիան, մի դեպքում կարա լինի այն երկար ֆունկցիան, այն մեծ հաշվարկը, չէ՞։ Հիմա այս ֆունկցիան, որ ընդունեց, պետք է այդ ֆունկցիան փոխի ու ուրիշ ֆունկցիա տա, չէ՞, մեզ սենց ասած։ Այսինքն մենք պետք է սահմանենք այդ փոփոխած ֆունկցիան, օրինակ պետք է սարքենք այդ փոփոխած ավտոն, չէ՞, սենց ասած։
Այսինքն մեզ պետք է լինելու մի հատ նոր ֆունկցիա սահմանել, ասենք def նոր ֆունկցիա, չէ, այսպես մի բան։ Ահա։ Ու հիմա սրա մեջ կարանք գրենք այդ մեր նախնական կոդը, օրինակ ֆիքսենք ժամը։ Այսա օրինակ բերենք դնենք ստեղ։ Ոնց էր, սա որ անում էինք, այս մեր կոդը որ հիշենք։ Մենք անցում ենք այսա, հետո աշխատացնում ենք այդ մեր boon ֆունկցիան, չէ՞։ Հետո աշխատացնում ենք այսա, չէ՞։ Հիմա ստեղ պետք է անենք այս նույն պատմությունը։ Եկեք լավ այսպես բերեմ ընդհանուր։ Պետք է ստեղ անենք այս նույն պատմությունը, այսինքն ֆիքսենք ժամանակը, բայց ստեղ արդեն որ գրում ենք zzzz time get sleep։ Մի դեպքում էդ էր, մի դեպքում այսա էր։ Հիմա ստեղ ուղղակի ընդհանուր դեպքում կապ չունի ինչ պետք է անել, ֆունկցիան տված է, այդ ֆունկցիան կաշխատացնենք։ Սա կգրենք func ուղղակի։ Ահա, ու հետո մնացած կտորը։ Ու այս մեր նոր ֆունկցիան մեզ պետք է վերադարձնի։ Այսինքն պետք է այստեղ հետո գանք ու այս մեր timer ֆունկցիան, սրանով ոնց որ ավտոն տվեցին մեզ, մենք գնացինք, սկսեցինք ավտոն սարքել նորից, ավտոյի մեջ ավելացրեցինք շարժիչը, ավտոյի հիմնական մասերը թողեցինք, այս ֆունկցիան կանչեցինք, ու հետո ավտոյին ավելացրեցինք բան, չգիտեմ, ինչ են ավտոներին ավելացնում, ֆարեկ փոխեցինք ավտոների, հիմա այս մեր նոր ֆունկցիան, այս մեր նոր ավտոն է, չէ, որ պետք է վերադարձնենք։ Ու ստեղ կարանք ասենք վերադարձրու այս մեր նոր ֆունկցիան, այսենց։ Okay, ժողովուրդ, ու ստեղ չեմ գրում այս sense, որտեվ եթե sense գրեմ, այս ֆունկցիան կկանչվի ու իր վերադարձված արժեքը կգա մեզ, էլի, մեզ պետք է հենց ֆունկցիան վերադարձնել, էլի, որ մենք մարդուն հենց ավտոն ենք տալիս, էլի, ոչ թե իր փոխարեն սկսում ենք ավտոն քշել։ Իրան տալիս ենք, ինքը երբ կուզի կքշի, ու արդեն քշելու է այս իր հին ավտոն, բայց ավելացված այս բաները։ Լավ, մի հատ սուս մնամ, այս լիքը բան կա ստեղ Մարսելո։ Okay, ժողովուրդ։ Եթե դժվար չէ, մի հատ էլի բացատրեք։ Այդ ավտոների անալոգիան okay էր։ Հա։ Հա։ Հիմա ունենք ֆունկցիա, որը որ կապ չունի ինչ անում, ինչ որ մի բան է անում։ Ունենք ինչ որ ֆունկցիա։ Հիմա ուզում ենք այդ ֆունկցիայից առաջ, ու այդ ֆունկցիայից հետո աշխատացնենք մի հատ ինչ որ ծրագիր։ Օրինակ գրենք, որ սկսում ենք աշխատել, ժամանակ ֆիքսենք ու հետո էլ գրենք, որ բրծանք գրենք, թե ինչքան տևեց աշխատելը։ Էս էլա, չէ, okay։ Այսինքն մեր ֆունկցիայի տեսքը լինել, մեր այդ կոդի կտորի տեսքը այսպես է, չէ՞ լինելու։ Այսա է լինելու։ Ստեղ որ գրած է func, սա կարա լինի երկար հաշվարկ անել, սա կարա լինի տպել zzzz, սա կարա լինի ինչ ուզենք, կարևոր չի ընդհանրապես։ Ցանկացած ֆունկցիա։ Okay, չէ՞։ Հա։ Հա։ Հիմա մենք կուզենք ոնց որ նենց անենք, որ այս ֆունկցիան մենք կարանանք, որ ամեն անգամ ինչ ֆունկցիա ասես փոխենք, մենք կուզենք մի հատ ֆունկցիա ունենանք, որ իրան ինչ ֆունկցիա տաս ինքը փոփոխի։ Որ ամեն անգամ ձեռով այս կոդը չփոխենք, գրենք ստեղ այդ print zzzz, print ես ինչ ուզում ենք սա դարձնենք ֆունկցիա։ Okay է։ Հա։ Այսինքն մենք կունենանք ինչ որ def ու քանի որ ժամացույց ենք ուզում ֆիքսենք, արի գրենք անունը timer ու ստեղ մուտքում եկող բանը էս մեր ֆունկցիան է, չէ՞։ Ու այսպես անենք։ Մինչև ստեղ okay է։ Հա։ Ահա։ Հիմա այս ֆունկցիան եթե աշխատացնենք, ստեղ գրենք օրինակ timer ու մուտքում տանք այն մեր բան, ավելի ոնց էր ֆունկցիանը, ուրիշ երկար ֆունկցիա։ Շարունակի։ Սա եթե աշխատացնենք, ահա, ինքը միանգամից աշխատեց, չէ՞։ Հա։ Ահա, ինքը միանգամից աշխատեց, բայց սենց ստացվում է, որ մենք իրան երբ կանչենք, ինքը վայրկյանական միանգամից աշխատելու է։ Ու մենք չենք կարող ոնց որ իրան պահենք մի հատ ինչ-որ տեղ ու հանգիստ օգտագործենք, երբ որ կուզենք։
Ես իրական մի քիչ խափում եմ, ես էլա նորմալ ձև գրելու։ Ուղղակի դեկորատոր էությանը որ չենք հասել դեռ։ Մի հարկեն մտածեմ ես կտորը ոնց ասեմ։ Հա, այսպես որ անում ենք, մենք ստացանք, ճիշտ մի քիչ սխալ եմ ասում։ Մենք ստացանք մի հատ նոր ֆունկցիա, որը որ այս ֆունկցիայի պահելաձևը ընդլայնում է, չէ՞։ Ու ոնց որ արդյունքում ստացանք այս մեր թայմերը։ Եթե ուզենանք ուրիշ բան անենք այս մեր ֆունկցիայի հետ, պետք է մի հատ ուրիշ ֆունկցիա սարքենք, def մի հատ ինչ-որ ուրիշ բան func, որ ինքը էլի եսի մինչեր անի, հետո այս մեր ֆունկցիան աշխատացնի, ու էլի եսի մինչեր անի, մի հատ ուրիշ առանձին ֆունկցիա կստանանք եւ այլն, ու ամեն անգամ, երբ որ կանչելու լինենք, պետքա կանչենք մի դեպքում թայմերը, մի դեպքում մի հատ ուրիշ բանը եւ այլն, ու արդեն լրիվ կմոռանանք այս մեր ուրիշ երկար ֆունկցիան որ մեկն էր էլի հենց, ինքը միշտ մուտք է գալու որպես։ Իսկ մենք մի քիչ ոնց որ sense ասած մարդուց ավտոն վերցնելու ենք ու իրան տանք լրիվ ուրիշ անունով, լրիվ ուրիշ համարներով ավտո, որը որ իր ավտոյի նմանն է իրան պահում։ Պատկերացեցիք։ Okay, սիրական։ Չէ, որ ասում ես, որ def կետիկներ գրեցիք, դրանից հետո չհասկացա։ Հա, արի բան անենք, էլի, արի մի հատ մի փոքր առաջ գնամ, որտեվ այս պայդրությամբ այս արգումենտս մի քիչ լավ չի աշխատում, որտեվ այս գրելաձևն էլ է նորմալ։ Մի քիչ առաջ գնամ, այդ հենց դեկորատորը թե ինչա ցույց տամ, հետո հետ գանք նորից վրայով անցնենք։ Okay? Հա։ Հիմա այսպես եթե գրել ենք ու գրում ենք այսօր վերադարձրում ես նոր ֆունկցիա, հիմա այս նույն պատմությունն է։ Հիմա կարանք այս մեր ամպի չափ մեծ հաշվարկը որ կա, այս մեր ֆունկցիան, կարանք մի հատ նոր ֆունկցիա սարքենք, ասենք դեկորացված ֆունկցիա դնենք անուն ու գրենք ինքը հավասար է timer ու ամպի չափ մեծ հաշվարկ։ Հիմա սրան որ կանչում ենք, ինքը նախ շատ ավելի կոկիկ է, ասես timer ու մեծ բան չենք գրում, այլ միանգամից ասենք կարանք գրենք դեկորացված հաշվարկ, այսպես մի հատ բան։ Ու հիմա կարանք որտեղ ուզում ենք այս դեկորացված հաշվարկը աշխատացնենք։ Ու երբ աշխատացնենք, ինքը գալու է ու աշխատացնի այս ամպի չափ մեծ հաշվարկը timer-ի մեջ, timer-ի միջոցով փոփոխած, սենց ասած, չէ՞։ Okay, էր սա։ Ու եթե այս նույնը ուզենանք անել այս մեր ուրիշ երկար ֆունկցիայով, պետքա նորից գրենք դեկորացված մի հատ ինչ-որ ուրիշ բանի անուն, դեկորացված երկար օրինակ, ու այդ դեկորացված երկարը կանչենք։ Այսինքն այս ձև մենք ամեն դեպքում sense թե նենց սարքում ենք մի հատ նոր փոփոխական։ Այսինքն գրում ենք, էլի մի հատ նոր փոփոխական ենք սարքում, որը իրականում ֆունկցիա է, ու այդ ֆունկցիան կանչում ենք։ Ու այդ ձևով այս որ նոր բացատրում էի, այնա ասում ենք դե կարենք այնա սենց անենք, էլի ինչի ենք մեջը մի հատ էլ ֆունկցիա սարքում։ Այն պահին եկանք, որի վրա ինձ կախեց այն հենց քիչ առաջ։ Հիմա թե ինչով է լավ այս ձևը անելը։ Այդ է գալիս այն ժամանակ, երբ որ մենք հենց գալիս ենք դեկորատորների էությանը, հələ ուղղակի ֆունկցիաներ ենք օգտագործել։ Դեկորատորը այնա, որ այս ուրիշ երկար ֆունկցիան, որ կանչում էինք, հենց այս ուրիշ երկար ֆունկցիան, որ գրում էինք, այնա, որ նենց անենք, որ էլի մենք գրենք ուրիշ երկար ֆունկցիա, բայց ինքը իրան պահին նենց, իբր թե իրան թայմերի մեջ ենք դնում, նոր ենք վերադարձնում։ Ոնց որ էլի հինը լինի, հին գրելաձևը լինի, բայց իրան նոր ֆունկցիոնալով հանդերձ։ Այ դրան հասնելու համար Python-ը մեզ տալիս է շատ հարմար սինտաքս գրելաձև։ Էդ նա, որ այս մեր ուրիշ երկար ֆունկցիան որ կա, որ տպում էր z-եր, իրա վերևում, իրայից միտող առաջ, գրում ենք շնիկ ու մեր ֆունկցիայի անունը։ Այսենց։ Այսա, որ գրում ենք ու աշխատացնում ենք, տեսեք արդեն այս ուրիշ երկար ֆունկցիան, որ աշխատացնենք, ինքը տպեց ստեղ starting, հետո z-եր, հետո done։ Ստեղ ես մի քիչ ավելի կոմպակտ էի դարձրել ես բանը, timer-ը դրա համար քիչ բան տպեց, այսա։ Բայց հիմա ստացվում է, որ արդեն
Ես մեր ուրիշ եթե այսպես գրենք, եկեք սա ջնջենք, այսպես գրենք, մենակ Z-ա տպում, այսպես գրենք, ինքը արդեն դեկորացվեց, արդեն սկսեց իրան ուրիշ ձև պահել։ Ու կարանք նույն ձև, եթե ուզում ենք ամպի չափ մեծ հաշվարկ կնեցանք, որ ուրիշ ձև աշխատի, ստեղ գրենք ուղղակի timer։ Հա, օքեյ էր ժողովուրդ սա։ Հիմա ոնց որ այս գրելավոճին, որ նայում ենք արդեն, որ մենք չենք բռնում թազա ֆունկցիա սարքում կամ թազա անուն վերագրում ես մեր ամեն մի ֆունկցիայի համար, այլ ընդհակառակը ուղղակի ֆունկցիան ենք դեկորացնում, ֆունկցիան ենք ասում դու մի քիչ քեզ ուրիշ ձև պահի, մոդիֆիկացնում ենք այդ ֆունկցիան։ Այդ տենց դեպքի համար արդեն ոնց որ եթե գանք այն բանին, որտեղ որ stop ենք տվել, սիրական կարանք ստեղից շարունակենք մի հատ։ Այս պահը օքեյ է, չէ՞, որ այսպես գրել ենք։ Հա։ Հա։ Հիմա քանի որ մենք չենք ուզում, որ մենք իրան ուղղակի սենց կանչենք ու աշխատեինք, ու չենք է ուզում այս սենց ինչ-որ բան գրեինք։ Մենք ուզում ենք այս ուրիշ երկար ֆունկցիան փոխի իր պահելու ձևը։ Այսինքն ուրիշ երկար ֆունկցիան, եթե հենց ինքը ֆունկցիա էր լինում, մենք ուզում ենք ինքը շարունակի լինել ֆունկցիա, ուղղակի ուրիշ պահելաձևով։ Այսինքն այսա ուզում ենք ստանանք ուղղակի այսպես գրելով, այդ դրա համար մեզ արդեն պետք էր գալիս այստեղ սահմանել նոր ֆունկցիա, որ ինքը միանգամից չաշխատի, այլ ինքը ուղղակի սպասի, թե ինձ երբ կաշխատացնեն։ Ու այստեղ գրել վերադարձրու այս նոր ֆունկցիան։ Այսպես որ անում էինք, այ այսա արդեն այս գրածը։ Սա արդեն բան չէր լինում։ Սա արդեն հələ պրոստը հանգիստ սպասում է, թե իրան երբ կաշխատացնես։ Ու նոր իրան եթե կանչես այսպես, այդ դեպքում նոր աշխատում էր։ Ու այս գրելավոճը, այս նոր ֆունկցիա սահմանելու ոճը մեզ արդեն թույլ էր տալիս այն սիրուն հավես բանը, էլի, որ ուղղակի շնիկ էինք գրում ու վсё։ Okay, մի հատ նայ այստեղ ինչը մոտդ նորմալ նստած չի։ Չէ, լավ է, հասկացա սա։ Հա, դզած։ Իսկ մերի Լուսինը ձեզ ոնց է։ Okay։ Հա, շատ լավ։ Էսա լիքը օրինակներ կնայենք այսօր։ Այս խունջիկ-մունջիկ թեմայի է, էլի ահագին։ Բայց մինչև այդ ոնց որ մենք ստեղ նայում էինք ֆունկցիաներ, որոնք որ ուղղակի աշխատում էին ու ոչ մի բան չէին վերադարձնում մեզ։ Եկեք տեսնենք, թե ոնց կարանք անենք, եթե վերադարձ կա։ Ու եթե օրինակ մուտքում ֆունկցիան նաև ինչ-որ բան է վերցնում, օրինակ երկու հատ ֆունկցիա ունենք, շատ պրիմիտիվ են։ Մեկը ուղղակի բաժանում, divide, մեկը բազմապատկում։ X-y բաժան վերադարձնում է x բաժանած y ու նույնը բազմապատկումով, էլի։ Հիմա սենց ինչ-որ եկա ջանջալ բան է տալիս։ Եթե ուզենանք կլորացնել, ինչ կարանք անենք, երկու նիշով կլորացնենք։ Round մեթոդ կա, որը որ դա մեզ օգնում է անել, այնա որ ստեղ գրենք ուղղակի return-արա round x բաժանած y2 ու round x անգամ y անգամ 2, սա որ աշխատացնենք, ահա, կլորացավ։ Բայց էլի, կրկնվող կոդ ու նաև եթե փոշմանենք ասենք դե լավ, էլ մի կլորացրու, պետքա գանք ձեռով, չնայած հենց էլ ենք ձեռով բանում, բայց մի խոսքով կրկնվող կոդ, լավ, դրա վրա կանգ առնենք, ինչ կարանք անենք, կարանք էլի դիմենք դեկորատորի օգնության ու գրենք այսպես։ Ասենք def rounder ու rounder կլորացնող, էլի ոնց որ։ Ու գրենք ստեղ ֆունկցիա, ոնց է ֆունկցիա ընդունում։ Ու հիմա այս դեկորատորի մեջի ֆունկցիային, որը որ պետքա վերադարձնենք, էլի այդ փոփոխված ավտոն, էլի սենց ասած։ Իր անունը ընդունված է դնել wrapper, wrap անել նշանակում է սենց գրկի սենց փաթաթել կողքերից գրկել։ Այդտեղից է գալիս, որտեղ մենք այս մեր ֆունկցիան վերցնում ենք ու իրան սենց շրջափակում ենք, ուրիշ բան ենք անում ու տենց վերադարձնում ենք, այսօր փաթաթում ենք ինչ-որ բանով, վերադարձնում ենք, դրա համար տենց wrapper, ահա։ Ու ինքը պետքա ընդունի x, y, ու ինչ պետքա անի, պետքա այսա հաշվի ու սրան դնի այս round 2-ի մեջ, չէ։ Այսինքն սենց տեսք ունենա, կգրենք result-ը հավասար է func x, y, վերադարձրու round
res xy, այս կլինի արդեն մեր այս նոր ֆունկցիան, չէ։ Ու այս rounderը պետք է մեզ հետ տա այս մեր ֆունկցիայի նոր տարբերակը։ Այս օքեյ է ժողովուրդ։ Տեսեք ու հիմա եթե աշխատացնենք, ստեղ վերևը ավելացրեցի այս բանը, rounderների այս բաները, դեկորատորները։ Հիմա սա եթե աշխատացնենք, տեսեք կլորացան։ Հիմա եթե փոշմանեմ, որ ուզում եմ կլորացնեմ, կարող եմ այսպես անեմ, այլ մեկը կլորացած չլինի։ Ես այստեղ մի հատ հարց ունեմ, ինչ որ բանից թվում է չհասկացա։ Եթե մենք ֆունկցիա նո դեկորատորի մեջ def-ով հայտարարում ենք ֆունկցիան, այդ դեպքում ինքը ավելի ֆունկցիոնալ չէր աշխատում, քան հենց բուն այս շնիկով դեկորատորի աշխատանքներ անում։ Այսինքն ավելի ֆունկցիոնալ։ Այսինքն ոնց որ այս դեպքում return ենք անում ֆունկցիան, Ահա։ որը որ ինչ որ արժեքին արդեն համապատասխան պետք է դառնար։ Ոնց որ հենց ամենասկզբում դուք բացատրեցիք։ Պետք է դառնար արժեք, մենք վերադարձնում ենք ֆունկցիան, որը որ ինչ ֆունկցիա ասենք աշխատացնում է, ու իրան կլորացնում, ու իր արժեքը կլորացնում վերադարձնում։ Չէ՞, այդ օքեյ է։ Հա, այդ օքեյ է, բայց մի հատ ամենաառաջին օրինակը, որ խնդրեմ կդնեք։ Այն բանը, այն երկար ֆունկցիաները։ Դրանցից, ահա։ Դեկորատորի թե։ Հա։ Դեկորատորի, երբ որ մենք ստեղ գրում ենք def նոր ֆունկցիա ու հետո իրան օգտագործելուց timer-ի մեջ ենք գցում։ Այս նոր ֆունկցիան իրան մենք չենք օգտագործում որպես այդպեսի, մենք իրան ուղղակի սահմանում ու վերադարձնում ենք, էլի։ Այդ օքեյ է։ Հա, դա հասկացա։ Ուրեմն չի հասկացել տարբերությունը բանը հենց արդեն բուն դեկորատորի բնույթի, որ երկրորդը բացատրեցիք։ Դեկորատորի բնույթ։ Մի րոպե։ Հա։ Հեսա փորձեմ հասկանալ հարցը։ Հիմա որ արդեն իջնեք երկրորդ օգտագործման տարբերակը, որ ասեցիք հենց սա է, էլի դեկորատորի։ Շնիկով։ Հա, շնիկովը։ Դա ուրեմն չեմ հասկացել։ Մի հատ որ խնդրեմ նորից։ Այսպես որ գրում ենք։ Ինքը ոնց որ այս ուրիշ երկար ֆունկցիան որ կա, սենց է դարձնում, այս ուրիշ երկար ֆունկցիայի փոխարեն, երբ որ մենք կանչում ենք ուրիշ երկար ֆունկցիան, ինքը կանչում այս ուրիշ երկար ֆունկցիան, բայց իրան թայմերով փոփոխած, այսինքն այսա է իրականում կանչում։ Թայմեր ուրիշ երկար ֆունկցիան։ Բայց ուրիշ երկար ֆունկցիան, եթե այսա էր տպում, թայմերն էլ դրան սկզբից ու վերջից ինչ որ բաներ կցագրում, ինքը այսա է կանչում։ Գրել այսենց այս մի վարքան գրել այսենց թայմեր ու ուրիշ երկար ֆունկցիա, այսա աշխատացնել ու կանչել իրան, սա նույնն է ինչ այստեղ գրել է թայմերը ու հետո ուղղակի գրել այդ ֆունկցիայի անունը։ Հասկացա, ինձ թվաց, դեք ինձ ինչ էր թվացել, որ մի հատ էլ դուք վարչացել էիք ու դեղից սահմանելը հանել էիք timer ֆունկցիայից։ Ինձ թվում էր այդ է կապը, բայց լավ, հիմա հասկացա մեսի շուտ։ Հա, սահմանելը հանել։ Դեղ ինձ թված timer ֆունկցիայից դուք ջնջել եք երկրորդ def-ը, հա։ Հա, այդ սկզբում ջնջած էր ու դրանով նորմալ աշխատում էր, երբ որ այսպես գրում էինք ուղղակի։ Մի հատիկի համար պրոստը աշխատում էր։ Իրան հետո վերադարձրեցինք նրա համար, որ արդեն այս կոմպակտ գրելաձևը կարողանանք հանգիստ օգտագործենք։ Հա, ինքս մի շրջան ջնջած ա եղել, հետո հետ ենք վերել։ Հա, ես այդ պահը չի եկել մեր շատ։ Հա, չէ, օքեյ։ Հա, շատ լավ։ Կակրաս լավ էր, այս բանը ֆիքսեցինք էլի, թե այս թայմերը տակից ինչ է անում։ Լավ էր հարցը։ Էլի հարցեր ժողովուրդ։
Այս շնիկով որ գրում ենք, ինքը այս input պարամետր մեր տակի գրած ֆունկցիան ընդունում է ու կանչում, հա։ Հա, ոնց որ այս ֆունկցիան երբ որ կանչում ենք, հենց իրան, ինքը տակից թաքուն մի հատ իրան տակից թաքուն մի հատ տալիս է այս timer-ին, Հա։ ու հետո այդ արդյունքն է աշխատացնում, էլի։ Ոնց որ հենց մի հատ տաքսիկ, չգիտեմ խի ավտոյի օրինակով սկսեցին, ինչ չի ավտոյից բան եմ հասկանում, բայց ոնց որ ամեն անգամ եթե տաքսի կանչելու լինենք, այդ տաքսին մի հատ գնա մտնի ավտոներ սարքելու բան ինչ որ կետ, այդ ավտոներ չեմ մոռացել, վուլկանիզացիա մտնի, այդ վուլկանիզացիայում մի հատ իրան սարքեն բանեն ու ինքը նոր գա։ Մենք մտածենք, որ պրոստը տաքսի ենք կանչել, բայց ինքը իրականում գնա վուլկանիզացիա ու գա ու ավելի ունակ լինի, քան սովորականը։ Այդ օրինակն է կարող օգնի։ Ես այլի լիքը օրինակներ կնայենք, որ ըստ թեման մի հատ նորմալ նստի։ Այս վերադարձի բանով կարանք օրինակները շարունակենք, եթե հարց չունեք, էլի։ Հիմա եթե սա աշխատացնենք, այս wrapper-ով արածը։ Ինքը նորմալ աշխատում է։ Rounder divide ու xy, այսքան սրա էությունն է, այս սրա, այնա, որ ինքը այս divide-ը կանչելուց, այս xy-ը տալուց առաջ, ոչ թե divide-ին է տալիս, այլ rounder-ի մեջ դրած divide-ին, ու այդ նոր իրան աշխատացնում է այդ մեր xy-ով։ Ստեղ մի հատ նրբություն կա, որ այս rounder-ի մեջ մենք ֆիքսած այս երկու չափով ենք կլորացնում, իսկ ինչ եթե ուզենանք 4 չափով կլորացնենք, այսինքն հենց դեկորացիայի ֆունկցիան, այսա, ինքը համ ֆունկցիա ընդունի, համ ուրիշ արգումենտ, որ այստեղ ինչ որ բան գրենք։ Այդ դրա համար մի հատ էլ է այստեղ ֆունկցիա ավելանում ու ինքը բավականին խառն է դառնում։ Ես մտածեցի երևի ավելորդ կլինի այս դասընթացի համար, որտեղ շատ սպეციფიկ է, էլի։ Այդ բաներ էլի, որ ասում է ինքը ուրիշտեղ էս նյութը, որ հղումներ եմ դրել, որ կարող դրանց ծանոթանանք, այս կտորի մասին էր, բայց հələ դեռ մի քիչ էլ մարսենք այս թեման։ Եթե ուզենանք երկու հատ դեկորատոր դնենք, կարանք ուղակի այսպես գրենք rounder timer rounder ու նոր divide, այս ձևով ինքը այս divide-ը կանչելուց առաջ, պետք է xy-ի վրա կանչեր, չէ՞։ Այս divide-ը կանչելուց առաջ իրան դնելու է մի հատ rounder-ի մեջ, արդյունքում ստացվող ֆունկցիան դնելու է timer-ի մեջ ու նոր այս ամեն ինչի արդյունքի աշխատացնելու է։ Okay, էությունը։ Իսկ եթե rounder գրենք, բայց օրինակ տակը define անենք 3 արգումենտով ֆունկցիա, error-ը տալու։ Հա, հեսա դրան են գալու, եթե մենակ rounder-ը գրենք, հա, մենակ այսպես եթե լինի, ուստի գրենք xyz։ Ու իրան կանչելուց էլ xyz-ը տանք։ Ոնց որ այստեղ եթե լինի, այսպես։ Հիմա այս divide-ը եթե 3 արգումենտով կանչենք, նորմալ կաշխատի, երկուսով աշխատացնենք, նույնիսկ առանց այս rounder-ի ինքը վատ աշխատելու էլի։ Բայց եթե 3-ով կանչենք, հանգիստ կաշխատի։ Զուտ երրորդը կանտեսվի, էլի։ Text to positional միական։ Հա, ու այս wrapper-ն էլ պետք է դզենք, մոռացա սա էլ ասեմ։ Ստեղ այս wrapper-ն էլ ոնց որ ինքը էլի պետք է ոնց որ այս նույն ֆունկցիայի պես իրան պահի։ Ու այս ֆունկցիան եթե 3 բան ընդունում, այս wrapper-ն է պետք է 3 բան ընդունի, էլի։ Այդ բանն է պետք է դզենք։ Հեսա իրականում կակրաս դրա հետ կապված բան ենք նայելու։ Բայց okay էր։ Հա, այսինքն պիտի համապատասխանի էլի տակի այդ ֆունկցիան rounder-ում գրված ֆունկցիային։ Հա, ոնց որ եթե այդ ավտոն տանում ենք վուլկանիզացիա, ինքը 4 հակ ունի ու տենց տարբեր կարևոր բաներ կա, օրինակ վերադարձ կամ այդքան պարտադիր չվերադարձ, բայց մուտքի արժեքներ, պետք է այդ մեր փոփոխածի մեջ էլ նույն ձև մուտքի արժեքները նույնպես նույն ձև լինեն, էլի։ Որտեվ ի վերջո մենք այս
wrapper-ով փոփոխած ֆունկցիայի մեջ դնում ենք այսա, էլի, այս 22 ու 7-ն ենք դնում։ Որտեվ divide-ը կլինի թե փոփոխված divide-ը կլինի, մուտքը մեկը այսա է գալիս, էլի, դրա համար պետքա նույն ձև պատրաստ լինեն իրանք այդ մուտքը ընդունելուն։ Ու իրականում այսա եթե աշխատացնենք, այս timer-ով համեմվածը, ոնց որ համեմունք լինի, էլի, սա մեկ էլ կարաք այդ ձև մտածեք, ոնց որ կա մեր ուտեստը, այդ մեր ֆունկցիան, իրեն կարաս բիբարով համեմես նոր տենց 10 ուտես, կարաս աղով համեմես նոր 10 ուտեն, կարաս տաքացնես, այդ տաքացրածը 10 ուտեն, ոնց որ համեմունքի դեր է խաղում, էլի մոտավոր։ Այսա, բայց մեր մոտ պրոբլեմա տալու, որտեվ այս timer-ը ոչ մի մուտքի արգումենտ չի ընդունում, բայց այս մեր divide-ը ինքը երկու արգումենտ էր ընդունում մուտքի, ось մեր wrapper-ն է, որ գրեցինք, իրան գրել էինք, որ ինքը պատրաստվում է երկու արգումենտ ընդունի մուտքին։ Բայց timer-ը եթե հիշենք, էսա timer-ի կոդը, timer-ը ոչ մի մուտք չի ակնկալում, չի սպասում, որ մուտք է գալու իրան։ Դրա համար error է գցում։ Դրա լուծումը կարելի լինի են, որ այստեղ wrapper-ում գրենք, այս նոր ֆունկցիայում գրենք, որ ինքը x-y ընդունի, սենց բայց աշխատացնելուց էլ պետքա այս ֆունկցիային կանչելուց այդ x-y-ը տանք, չէ՞ մեկ էլ, որտեվ տրված մուտքի համար են, չէ՞, աշխատում իրենք։ Պատկերացեցիք ժողովուրդ ինչի մասին եմ։ Ու ոնց որ մի հատ ընդհանուր լուծում սենց բաներին ընդունված, որ չբռնի, ոնց որ մենք կարանք մի հատ դեկորատոր գրենք մի հատ ինչ-որ ֆունկցիա մտքում ունենալով, հետո ասենք լավ, եկեք մի հատ լրիվ ուրիշ ֆունկցիայի համար օգտագործենք այդ դեկորատորը կամ մեր ֆունկցիան բռնենք, փոփոխենք եւ այլն, կարա ընթացքում լիքը բան փոխվի, իսկ մենք ուզենք, որ մեր համեմունքները տարբեր սաղուտեսների համար էլ աշխատեն։ Դրա համար ընդունված է դեկորատոր սարքելուց ֆունկցիայի մուտքերը, որ չընկնենք նայենք որտեղ քանի հատ է գրած, ստեղ 2 հատ, ստեղ 3 հատ, ստեղ 4 հատ։ Ուղղակի սարքելուց ասենք ինչքան ուզում ես տու, ինչ ուզում ես տու, ինձ կարևոր չի։ Դա անում ենք այս մեր args ու kvarks-ի միջոցով։ Ստեղ գրում ենք աստղանիշ args ու աստղանիշ kvarks, որ իմանանք ինքը ինչքան տեղային արգումենտ ուզում է տա, ինչքան բանով դիրքային արգումենտ ուզում է տա, սաղ կվերցնենք ու սաղ կվերադարձնենք այս մեր ֆունկցիային։ Արդեն 2 հատ կլինի, 3 հատ կլինի, 0 հատ կլինի, այդ մեր գլխացավը չի։ Որ չբռնեմ ստեղ նայեմ ասեմ, լավ, այս timer-ը ինչի հետ է օգտագործվել։ Բանի հետ, այն divide-ի հետ է օգտագործվել, լավ, եկեք գրենք x բաժանց y։ Սենց որ գրենք, ու ստեղ գրենք վերադարձու x բաժանց y։ Այն timer-ը, որ օգտագործում ենք այն ուրիշ երկար ֆունկցիայի հետ, այդ կսկսի չաշխատել, որտեղ դա 0-ի համար է աշխատում։ Հիմա հարց է գալիս, էլի ինչ գրես, քանի մուտք գրես։ Քանի որ չգիտես թե քանի մուտք գրես, ասում ես ինչքան մուտք ուզում եք տվեք։ Ոնց որ այն կարգին էին ասում 1000 դրամ տվել եմ, ինչ ուզում կերել է։ Հիմա ոնց որ ես մուտքերս կարդացել եմ, ինչ ուզեցել տվել են։ Թե հիմա ինչ են տվել, կապ չունի։ Պատկերացրիք ժողովուրդ այս պարապարը, այս args kvarks-ի։ Դե լավ, եթե հարցեր չկան, հա, լսում եմ։ Գերհայր, Այդ բանը, այդ տեղային այդ դիրքը ինքը ոնց որ ինչ է էլի այդ arc kvarks-ը հենց ոնց Այսա, ոչ թե ինչ անում է։ հա, այս աստղանիշով գրելու բանը այդ էությունը էր, որ print-ը ոնց է, որ քանի բան ասես կարա մուտքում ընդունի, այս աստղանիշը, այս args-ը ուղղակի ընդունված անուն է, էլի, կարա ուղղակի a լինի գրած, կարևոր չի դա։ Այս աստղանիշը նրա համար էր, որ մեր ֆունկցիան քանի մուտք ուզում է ընդունի, ու այս բոլորին հավաքի մի հատ tuple-ի մեջ, ու այդ tuple-ի հետ աշխատի, կամ պարզության համար կաս list-ի մեջ պատկերացնես։ Հիշում ես այն բարևելու ֆունկցիան, որ մի քանի մարդու բարևում էինք, այն որ ասում ենք dev բարևել, ասենք չգիտենք մի հոգի կգա 2, 3, թե ինչ կլինի, ասում ենք դե լավ, թող ուղղակի ցուցակ կգա մարդկանց, գա մարդիկ, ու մենք for ամեն մարդու համար բարևենք իրան,
Այսա որ ուզում էինք անեինք։ Հիմա այս որ բարևելը կարողանանք աշխատացնենք ու մեջը տանք լիքը մուտքեր, քանի հատ ուզենք։ Այդ դրա համար այստեղ աստղանիշ էին գրում, էլի, այդ աստղանիշը նշանակում էր ակնկալի, որ քեզ ինչքան մուտք տանք, իրանց կհավաքես մի հատ tuple-ի մեջ ու այդ tuple-ի համար կաշխատես։ Վերհիշեցիր։ Հա։ Իսկ կվարկսը Կվարկցնել բաններ, որ եթե այսպես ենք տալիս, նենց ստորակետով ուղղակի բաժանած տալիս էինք, այս սրանք դիրքայիններն էին, չէ՞, positional-ներն էին։ Ինքը այս positional-ներն էր ընդունում, իսկ կվարկցնելը նա եթե գրենք օրինակ a-ն հավասար է 3, b-ն հավասար է 5 եւ այլն, այսինքն այս keyword արգումենտները։ Այսինքն որ գրում ենք սա հավասար է սրան, նա հավասար է նրան, այտենց բաները որ ընդունի ինքն էլ։ Okay։ հիշեցի։ Հա, ու կվարկցնել նույն ձև կարա ինչ անուն ուզում է լինի, էլի, այդ ուղղակի ընդունված անուններն են։ Իսկ եթե միաժամանակ ուզում ենք մի բանի մեջ համ այդ args-ը օգտագործենք, համ էլ կվարկսը, ո՞նց ենք այդ աստղանիշները դնում։ Այսենց հենց։ Սկզբում սենց աստղանիշ ու արգումենտներ, սա ինչքան դիրքային մուտք լինի, սա կընդունի իրան, հետո էլ այս աստղանիշը ինչքան բան keyword մուտք լինի, բոլորը կընդունի իրան։ Ոնց որ սա կհավաքի tuple-ի մեջ, սա կհավաքի բանի մեջ, dictionary-ի մեջ ու հանգիստ կաշխատի։ Հա, Լավ հարց է իմջելած։ Ձեզ մերսի հարցի համար։ Ու ստեղ էս նույն ձև էս wrapper-ն էլ փաթաթենք աստղանիշ, փաթաթենք չէ, փոխենք args-ով ու ստեղ էս ֆունկցիայի կանչնել ու արդեն սրանից հետո կարանք մոռանանք այդ գլխացավի մասին, թե ով քանի մուտք է ընդունում ու սենց հանգիստ աշխատացնենք։ Ահա։ Տեսեք, այստեղ ինչ որտեղ print ենք երևի դրել ավելորդ, դրա համար սա տպեց, բայց starting-ը տպեց էս մեր բանը, կլորացրածը ու տպեց այնտեղ ինչ որտեղ done էինք գրել, հա, այս done-ը տպեց։ Մի խոսքով, երկու բանն էլ արեց, էլի, համ կլորացվեց, համ բան եղավ։ Համ աշխատելու ժամանակը տպեց։ Okay։ Դե լավ, դե եկեք վարժվելու համար մի հատ ինչ-որ դեկորատոր կասեք, ոնց գրենք, որ երկու անգամ աշխատացնի ֆունկցիան։ Ինչ աշխատացնենք, ինքը իրան երկու անգամ աշխատացնի։ Օրինակ, սենց եթե գրենք divide directors, divide directors երկու անգամ կաշխատացնի, բայց ոնց անենք, որ ավտոմատ դա անի։ Ու կարողանանք ուրիշ ֆունկցիաներն էլ այնպես դարձնենք, որ երկու անգամ աշխատեն։ Գրենք dev անուն տանք, օրինակ duplicate one, երբ Եկեք դրանք do twice օրինակ, էլի, արա երկու անգամ։ հետո ներքևից էլի Ինչ է ինքը մուտքում ընդունում։ Դրանից սկսենք, էլի։ Ֆունկցիա։ Հա, ֆունկցիան պետք է ընդունի, չէ՞։ Եկեք կանոն նաև տնենք։ Դեկորատորը միշտ ֆունկցիա է վերցնում։ Հետո հետո գրենք f ու f, կանչենք f-ը, մի հատ տակից կանչենք f-ը։ Հա, համարյա, ուղղակի սա որ գրենք ստեղ դեկորացիա անենք, ստեղ գրենք f ու սա աշխատացնենք։ Հա, ու վայ do twice պետք է գրեի, խառնեցի։ Հիմա ինքը պետք է divide-ը, հա, ու արգումենտների, հա, մի հատ արգումենտների պահն էլ ֆիքսենք։ Այստեղ մուտքում երկու բաներ չէ ինքը ընդունում 3 ու 4, իսկ այս մեր f-ը 3 ու 4-ը ոնց որ կորավ էլի մուտքը։ Այս f-ին որ ուզում ենք աշխատել։ Ինչ։ X y ուղղակի որ գրենք։
Կարանք, բայց եթե հիշենք քիչ առաջ այդ բանը, որ Հա դե հետո եթե ոչ մի հա, բան ոչ մի բան չկրենք, արգերը նկատի ունեք ավելացնենք։ հա, որ էլ չընկնենք մտածենք էլի, հենց երկու մուտք թե քանի մուտք։ Կարանք սենց չգրենք։ Բայց սենց էլ մի հատ ուրիշ բան է գալիս, որ բայց այս ֆունկցիան չի ճանաչում, այս ինչի կսա, այս ինչի գրեգա, այս ինչ արկսա, ինչ կվարկսա, իրենց որտեղից ինքը պետք է վերցնի, էլի։ Բարձր չէ խնդիրը ինչում է։ Մի հատ որպես հուշում ֆունկցիան այդ Դեֆ չպիտի գրենք։ հա դեկորատորը ինքը փոփոխում էր ֆունկցիան ու վերադարձնում էր ֆունկցիայի փոփոխված տարբերակով ֆունկցիա։ Իսկ դեկորատորը մեզ միշտ հետ էր տալիս ֆունկցիա։ Դա նշանակում որ այստեղ պետքա սարքենք այդ ֆունկցիան, էլի սահմանենք։ Ահա, այստեղ մի հատ def է պակասում, որ իր մեջ արդեն այս ամեն ինչ կկատարվի։ Պետք է ասենք ինչ-որ def ու օրինակ էլի wrapper որպես ընդունված անուն։ Ու հիմա այս սրա մուտքը ինչ է լինում։ Այդ args կվարgs։ Args կվարքսն է մուտքում գալիս։ Ու հիմա արդեն, քանի որ ֆունկցիայի արգումենտը է, args կվարքսը արդեն ինքը բանը undefined չի, անծանոթ չի էլի մեզ, որտեղ ֆունկցիայով կկանչեն, կընդունի, կվերցնի։ Ու սրա մեջ այդ բանը, երկու անգամ այս f-ը աշխատացնում ենք args կվարքսով։ Ու ինչ ամնում անենք։ Return անենք ֆունկցիան։ Return ենք անում, այս մեր do twice-ը, չէ։ Wrapper-ը չենք return անում։ Wrapper-ն ենք return անում։ Ահա, արդեն նորմալ է, չէ։ Նորմալ չի դեռ։ Մի հատ էլ return ունենք։ Չէ, այստեղ այս wrapper-ին կանչել եմ արդեն, ոչ թե ֆունկցիան եմ տվել, ոնց որ ասել եմ ան քեզ ավտոն քշի, այլ սկսել եմ ավտոն քշել, էլի։ Այսինքն return ուղղակի չէ պետք է լինի։ Ահա, ու սա եթե աշխատացնենք, եկեք այս մի հատիկը ջնջենք, սա աշխատացնենք, ահա, երկու անգամ աշխատեց։ Այս օքեյ էր։ Հա, այս էլ իմ տարբերակներ, նույն բանն է, բայց դե լավ, մի երկու հատ էլ օրինակ բերեմ։ Մի հատ օրինակ ֆունկցիայի դանդաղացուցիչ է, որ ֆունկցիան ավելի դանդաղ սկսի աշխատել կամ աշխատելու արանքում սկսի ստոպեր տալ, ինչի համար սա կարա պետք գա, օրինակ եթե կայքից ինչ-որ ինֆորմացիա ենք քաշում, այդտեղ գուցե վայրկյանական վրա արագ ինֆորմացիաներ փորձել պոկել այդ կայքից, ինքը կարա բողոքի ասի մի վայրկյան, ավտոմատացված կերպով ես դու անում, ես քեզ տենց կերպով չեմ տա ինֆորմացիա ու մեզ բլոկ անի, ընդունված է հաճախ բան անել։ Տարբերակներից մեկն է, որ ուղղակի մի հատ մի կայք վերցնել ինֆորմացիա քաշել մի տեղից, հետո սպասել մի քիչ, հետո մյուսից քաշել։ Մի քիչ սպասել, մյուսից քաշել ու տենց գնալ։ Այդ օրինակ տենց մի հատ ֆունկցիայի դանդաղացուցիչ օրինակ ու իր դեկորատորը կունենա sense test։ Կանանք օրինակ գրենք def մի վրազի, այստեղ մուտքում ունի def wrapper function կամ ուղղակի wrapper, args կվարքս ընդունի ու մեջը գրի time get sleep, հետո return անի այս մեր ֆունկցիան args կվարքսը մեջը դրած։ Ու այդ արդյունքում էլ հետո return անի այդ փոփոխված տարբերակը ֆունկցիայի։ Ու եթե ունենանք օրինակ scrape ֆունկցիա, scrape-ը այդ կայքից ինֆորմացիա բան քաշելուն scraping են անվանում, հա, լսում եմ, սիրական։
ընկեր Հայկ, այնտեղ որ գրել եք time get sleep, այդ Ահա։ sleep-ը ինչ է անում։ Հա, sleep-ը ինքը ուղակի կոդը stop-ա տալիս մի քանի ժամանակով, ասենք print 1 time get sleep, հիմա Python-ը քնելու է ինչ գրենք, 3 ենք օրինակ գրել, գրենք print 2, հիմա սա աշխատացնենք, մեկը տպեց, 3 վայրկյան քնում է, ու երկուսը տպեց։ Okay։ Ահա։ Ահա, ու հիմա սա եթե աշխատացնենք, օրինակ այստեղ բան ունենք, քաշեցի URL տվյալները, ու ունենք երկու հատ URL, ուստեղ գրել եմ բազմապատկած 3, որ 6 հատի համար աշխատի ու ոչ թե 6 հատ մուտք դնեմ, այդ ուղղակի 6 երկարությամբ ցուցակի վրա աշխատում, սա եթե աշխատացնենք, ահա, միանգամից աշխատեց։ Հիմա եթե գրենք մի վռազի ու այս նույնը, արդեն այսպես կսկսի իրան պահել։ Աշխատեց, դանդաղեց, մյուսը քաշեց, հետո մյուսը, այսպես դանդաղ հանգիստ իր համար շարունակվելով գնում է։ Okay, այս ժողովուրդ։ Մի հատ օրինակ բերեմ արագ, եթե ուզում ենք debugger օգտագործենք, ինչ է նշանակում debugger, bug-ը ընդհանրապես նշանակում է բան, bug-ը ինքը բանն է, նասիկոմը, միջատն է ընդհանուր բառով, բայց ընդհանուր bug անվանում են կոդի մեջ, որ մի բան չի աշխատում, ասում են bug է դրան, կոդից մեջ bug կա, գնամ այս bug-ը փորձեմ դզեմ, այդ եթե չեմ սխալվում, նրանից է գալիս, որ այն առաջի կոմպերի շրջանում, եթե չեմ սխալվում IBM-ում, կարող է ինչ-որ սխալ եմ պատմում, բայց էությունը ոնց որ ճիշտ է, կոմպերից մեկը սկսել էր վատ աշխատել ու ինչ-որ պրոբլեմներ էր տալիս, սխալ էր լինում, չէին հասկանում ինչից է, ու դրանց փորձում էին գտնեին, թե ինչ պրոբլեմ կա, ու վերջը գտան, որ կոմպերից մեկի մեջ մի հատ ինչ-որ միջատ էր մտել, ու այդ մտել ավիրել էր մի հատ ինչ-որ կտոր, ու տենց այդ բագի պատճառով էր, որ վատ էր աշխատում, ու տենց կոդի մեջի սխալները ու խնդիրները սկսեցին անվանել բագեր, իսկ բագերից ազատվելը անվանել debugging, այտենց։ Հիմա կարանք սարքենք օրինակ debug կոչվող ֆունկցիա, որ աշխատելուց առաջ մի հատ կտպի, թե ինչ է ինքը ստացել մուտքում, մի հատ կտպի, թե երբ է սկսում աշխատել, հետո վերջում էլ կտպի, թե ինչքան ժամանակ աշխատեց ու ինչ վերադարձրեց, որ եթե մի բան այն չգնա, մտնենք նայենք, տեսնենք, այս մուտքը եկավ, այս ժամանակ այսպես ելք տվեց, սա պետքա չտար, կամ այդ ժամանակ սենց պրոբլեմ գցեց, այտենց նայել, էլի, զուտ օգնող ինֆորմացիա, երբ որ կախում է մեզ, չենք հասկանում ինչ անել, գնում ենք printer ենք, չէ՞ շարում։ Հիմա ոնց որ թող print լինի մուտքերի ու ելքերի ու ժամանակների։ Ահա, այդ debugger-ը կունենա սենց մի հատ տեսք, def debug, def wrapper, ստեղ args կվարքս ընդունող։ Տպում է, մուտքում ստացել եմ args ու կվարքս, ստեղ գրում է սկսելու ժամանակ ու այս կոդը ուղղակի բան է, էլի, ժամ, րոպե, վայրկյան ստանալու համար է, կարևոր չի թե հենց կոնկրետ ոնց է աշխատում, Google-ած կոդ է, էլի, ուղղակի պետքա հիշել թե ոնց է աշխատում։ Հիշել թե ինչ տեսք ունի, էլի։ Սրա մեջ գրած է start, հետո ռեզուլտատը պահված է այս մեր ֆունկցիան կանչելուց ստացված արդյունքը կախված է այս res-ի մեջ, այսպես։ Ու գրած է end ու մեզ վերադարձնում է այս մեր ռեզուլտատը։ Ու արանքում լիքը printer-ով։ Հիմա եթե այս debug-ը մի հատ էլ ավելացնենք այս մեր մի վռազին ու տեսնենք թե երբ ինչ է տեղի ունենում, մենք ասենց աշխատացնենք, կտեսնենք, որ ահա բերում է։ Մուտքում ստացել եմ այս կայքի անունը ու սենց ինչ-որ արգումենտներ, ճիշտ է, սա արգումենտներն էր, էլի, սկսելու ժամանակ սա, քաշեցի այսա, ծրագիրը աշխատեց 2 վայրկյանում, ծրագիրը վերադարձրեց ոչ մի բան, հետո հաջորդի համար։ Սենց կարանք նայենք ու սա մեզ օգնի գտնել ինչ-որ պրոբլեմ կոդի մեջ։ Այս օրինակներ էր նորմալ։ Դե լավ, մեկ էլ մի հատ էլ ուրիշ տենց ոչ թե մեր գրած, այլ ուրիշ տեղից վերցրած դեկորատորի օրինակ, որը որ ահավոր ուժեղ է աշխատում, շատ լավն է։ Ինքը կոչվում է LRU cache, LRU-ն մոռացել եմ ոնց է բացվում, ոնց որ թե list
Էս արագ նայեմ, թե ոնց է բացվում։ Least recently used։ Ամենավերջի օգտագործված։ Հեսա էությունը հասկանանք։ Նախ մի հատ օրինակ, այս LRU cache դեկորատորը ապրում է functools կոչվող գրադարանում, սենց ասած։ Գրադարանները թե ինչ են, հետո նայելու ենք դեռ, բայց մի խոսքով ոնց գրում ենք time-ից import արա sleeve կամ random-ից import արա randint, այտենց է մի հատ LRU cache ենք import անում, LRU-ն բան, այստեղ նշեմ, least recently used, այստեղ մի հատ ունենք ֆունկցիա GCD, որը հաշվում է ամենամեծ ընդհանուր բաժանարարը, այստեղ Evclid-Lessի ալգորիթմով, բայց կարևոր չի էլի ընդհանրապես, կարևորը մի հատ ինչ-որ ֆունկցիա է ուղղակի էլի, ուստեղ եթե գրում ենք շնիկ time, սա ավտոմբան, այս Jupyter notebook-ի մեջ, այս կոլաբի մեջ աշխատող մի հատ բան է, որ հաշվում ու մեզ տալիս է, թե քանի վայրկյանում աշխատեց ծրագիրը, ինքը իրան լիքը աշխատացնում է, միջին քանակը տալիս է աշխատելու։ Օրինակ սա աշխատում է 1.57 միլի վայրկյանում։ Այս կարևոր չի էլի, այս ուղղակի գործիք է էլի մեր համար։ Այս շնիկ time-ը։ Ու սիրական, սրանք ակրած քո հարցին են գալիս, որ մի տողով միանգամից գրենք ժամանակը տա, այսենց ինքը այս բջիջի մեջի ժամանակը հաշվում է աշխատելու, բայց ամբողջ բջիջն է հաշվում, էլի։ Ու ստեղ մի հատ արհեստական բան եմ ավելացրել, ստեղ for-ի in range 100-ի 509 միլիոն ոչ մի բան մի արա։ Ուղղակի որ կոդը դանդաղ աշխատի, էլի, որ զգանք թե ոնց է հեսա արագանալու։ Պրոստը ավելացրած է, որ դանդաղի, էլի, ուրիշ ոչ մի դեր չի խաղում սա։ Սա որ աշխատացնենք, ծրագիրը աշխատեց մի, ինչ երկու աշխատում է միջինում 13.4 վայրկյան։ Հիմա տեսեք ինչ է լինում, եթե սրա մոտ դնենք այս LRU cache դեկորատորը։ Գրենք, նորից սահմանենք, ու հիմա սրան կանչենք։ Տեսեք հիմա ինչքան ժամանակում է աշխատելու։ Մի քիչ սպասենք։ Նույն տևողությունն է լինել, էլի 13.4 վայրկյան, ոչ մի մագիա չկա հələ դեռ այս պահին, դե որովհետև պրոստը մի հատիկ ինչ-որ բան ենք ավելացրել, էլի, ինքը պետք է միանգամից արագանա կոդը, բայց եթե այս մուտքով նորից իրան աշխատացնենք, նայեք մի հատ էլ աշխատացնենք։ Բրց, всё, 96 միլիվայրկյան, նանովայրկյան նույնիսկ, եթե չեմ սխալվում, նանովայրկյան։ Ինչի՞, ինչ անում ես LRU cache-ը, cache-ը այդ ոնց որ կոմպի ընթացիկ հիշողություն կարաք պատկերացնեք որպես, ինքը այդ cache-ի մեջ պահում է, որ այս GCD ֆունկցիան այս մուտքով ու այս մուտքով տվեց այս ելքը, ինչ որ մի հատ ելք։ Մեկ ելքը տվեց։ Ու սենց որ արվում է, արդեն երբ որ հաջորդ անգամ կանչում ենք իրան այս մուտքով ու այս մուտքով, ինքը նայում ասում է, կարող է ես վերջերքս այս օգտագործել եմ։ Եթե օգտագործել է, էլ չի աշխատացնում։ Միանգամից արդյունքն է վերադարձնում։ Այդ least recently used-ը այդ ամենավերջերքս օգտագործած, այսինքն ամենավերջերս, երբ որ կանչվել է այս սրանով, ի՞նչ է տվել արդյունքը։ Այդ արդյունքը մեզ միանգամից հետ է տալիս ու всё։ Հիմա եթե այստեղ ուրիշ թիվ գրենք, վայ, ինքը էլի երկար է աշխատելու։ Բայց հետո եթե նորից այս թվազույգով գրենք, ինքը էլի ահավոր արագ է աշխատելու։ Ոնց որ սենց ասած հիշողության մեջ ֆիքսում է, էլի, երբ ինչ է եղել ելքը, ու всё, արդեն այդ ելքը օգտագործում է ու պրծ։ Նորմալ է ժողովուրդ։ Դե լավ, դե ոնց որ դեկորատորներից այսքանը, հեսա դեկորատորներ օգտագործելու ենք, առանց շատ խորանալու տակի պրոցեսի մեջ, բայց այս շնիկը հեսա շատ ենք տեսնելու հաջորդ նյութում, դրա համար լավ էր, որ հիմա ինչ որ պատկերացնենք, թե ինքը ինչ է անում, ու էլի հիշեցնեմ, որ ով որ ուզում է ավելի խորը հասկանա դեկորատորը ու բանով, այդ նաև
մուտքում արգումենտ ընդունող դեկորատորը կարաք հղվեք կամ հղում եմ անում ձեզ դեպի այս նյութեր, այս երկուսը։ Ու եթե ինչ-որ բան չհասկանաք, գրեք։ Դեռ ժողովուրդ, այս դեկորատորներից ինչ-որ հարցեր կան։ Սրանք ես հաստատ չեմ անվանի հեշտ թեմա, սրանց մասին նույնիսկ հələ բանում չկա, ոչ միջին մակարդակի կուրսում է չկա, բայց պետք է որ ավելացվի, ուղղակի հետո։ Բայց ընտիր բան են, ահագին ընտիր բան են, էլի, իրանց օգտագործելը տենց միանգամից կոդը շատ ավելի էլեգանտացնում է, էլի։ Դրա ժողովուրդ, եթե հարցեր չկան, դեկորատորներից այսքանն էր, գնում ենք հետո այդ բան, OOP-ի թեմաներ։ Օբյեկտ օրենտացված ծրագրավորման մյուս երկու գաղափարները, հիշեցնեմ, թե մենք ինչեր ենք անցել, մենք անցել ենք այն, որ կարա մի բան միանգամից տարբեր ձևերով գործի, կախված թե ինչի վրա է աշխատում, կարա ընդունի տարբեր ձևեր, սենց ասած, բազմաձևությունը, այդ պոլիմորֆիզմը, այդ մեկն էր, մյուսը այն էր, որ կարա մի հատ ինչ-որ կլաս, մի հատ ինչ-որ օբյեկտ փոխանցի կամ ուրիշից ժառանգի տարբեր մեթոդներ ու ատրիբուտներ, ու դրանով ոնց որ շատ ավելի ճկուն դառնա մեր կոդը, որ ունենանք ընտանիքներ կլասների, սենց ասած, ոչ թե հատիկ ամեն մեկի համար ամեն ինչ գրվի, այդ երկու բանն ենք անցել։ Հիմա այսօր անցնելու ենք մի հատ բան վերացականության հետ կապված, abstraction, մի հատ էլ բան էնկապսուլյացիայի հետ կապված, ոնց որ այդ էնկապսուլյացիան կապսուլան ոնց որ կարաք են դեղի կապսուլան պատկերացնեք ու ոնց որ մենք դեղը ոչ մեջը բացում ենք, ոչ մեջ ինչ-որ բան փոփոխում ենք, ոչ բան չենք կարող անենք, մենակ կոնկրետ այդ դեղը օգտագործում ենք, էլի ինքը sense կապսուլայի մեջ փաթաթած է լինում, էլի այդ դեղի մեջի էությունը։ Այդ էնկապսուլյացիան ենք անցնելու, հիմա սկսենք այդ էնկապսուլյացիայից, այդ էնկապսուլյացիան կարանք նաև ուրիշ ձև ասենք, քեզ ինչ, կոպիտ ասած, քո ինչ գործն է, էլի ինքը կլասների մեջից։ Հեսա իր սաղեությունն է, որ մարդուն ասես մի էնկոմ գնա կլասից էլի մի կպի։ Հեսա կնայենք թե ոնց կանք դա, թե ինչ է դա նշանակում։ Այդ տնա, որ հասանելիությունը ինչ-որ ձև սահմանափակենք մեր կլասին։ Թողենք կլասից օգտվեն ինչքան նավորա քիչ բաներից, թողենք օգտվեն մենակ այն նրանից, ինչից որ ուզում ենք օգտվեն։ Python-ում դա մի քիչ խաղալիք ձևով է արված։ Հեսա կտեսնենք, թե ինչ պրինցիպով է արված, բայց ընդհանուր նախ պետք է հասկանանք, ոնց որ ինչ մեթոդներ կան բանի համար, ինչ ձևեր կան բանի փոփոխականների, կա 3 ընտանիք, մեկը public-ն է, այդ այնա, որ լրիվ բաց հասանելին է, որ որտեղից ուզում են, ով ուզում է, ոնց ուզում է, կարա օգտագործի։ Մեկը protected-ն է, որ ասում ենք դրանով թող օգտագործեն, բայց մի քիչ թող զգուշ լինի, ոնց որ Python-ում չկա protected, դրա վրա կարանք շատ չկենտրոնանանք, որպես այդպեսին չկա protected, էլի, բայց ինքը ոնց որ էլի պրինցիպի բաց հասանելի է, կարաս ինչ-որ տենց կլասով կպնես իրան նայես, բայց նենց հանած չի, էլի main-ն սենց ասած, ու կա private, այդ իդեալական դեպքում ենա, որ շատ պուճուր չափում է մենակ ինքը երևում, այս ֆունկցիայի մեջ է սամված, ըտե է երևում, կամ այս կլասի մեջ է սամված, ըտեղ է երևում, ու վсё։ Ուրիշտեղ էլ չի երևում։ Ու իրանց ընդունված է, փոփոխականի անունները ընդունված է դնել սովորականի դեպքում հենց ուղղակի sense, protected-ի դեպքում մի հատ սկզբում բան տակի գծիկ դնելով, իսկ այս բան private-ների դեպքում դնելով երկու հատիկ տակի գծիկ, այս երկու հատիկ տակի գծիկը, հեսա կտեսնենք, թե ինչ դեր ունի, բայց այս մյուս ուստեղ եթե կլասի մեջ, որը ուզենք, ոնց ուզենք, կարանք տպենք մեկ էլի միջավայց, էլի։ Հիմա սրան եթե աշխատացնենք, այս ժիգուլին եթե աշխատացնենք,
տպեց կլասի ներսում բոլորը կան 06 մեքենա ու մեքենիկի, հա, ապուշաններ եմ դրել, այս տիրոջը ասաց ու պարոլը գրեց չեմ ասի, սաղ աշխատեց։ Հիմա եթե ուզենանք ավտոյի մոդելը նայենք, կարող ենք գրենք Ժիգուլիկ այդ մոդել, մենք կբերի, հետո ասենք դրանք նոր ավտոն առնենք գրենք 07, հետո նորից տպենք, կփոխվի, ահա։ Սովորական նորմալ աշխատեց, ոչ մի նորություն, նույնն է, ինչ նախորդ դասային ենք անում։ Ահա։ Հիմա եթե նայենք այս owner-ը, կոմպի տեսանկյունից էլի լրիվ նույն պատմությունն է։ Մեքենայատեր Տերյան, տենց ինչ-որ ուրիշ բան ենք դնում, էլի լրիվ նույն ձև փոխված, բայց մենք սենց աչքով որ նայում ենք, այս slash-ը մեզ հուշում է, որ այս մի քիչ նուրբ արժի սրա հետ լինենք, ու տեսեք ինչ անում, երբ որ այս երկու հատ տակի գծիկն ենք օգտագործում, նայեք, հիմա եթե աշխատացնենք տպենք այս բանը, երկու հատ տակի գծիկով secret-ը, նայեք, error գցեց, ասում է www object-ը չունի տակի գծիկ secret փոփոխական։ Մինչդեռ այստեղ որ գրում ենք self get տակի գծիկ secret, ինքը աշխատում էր։ Մի հատ միջև ստեղ stop տամ, օքեյ, ժողովուրդ։ Ստեղ ոնց որ կարողա թվա, որ բան, ահա, ընտիր, բան արեցինք, կարացանք թաքցնենք այս մեր գաղտնի ինֆորմացիան, այս secret-ը։ Բայց եթե փորձենք նայել, թե ինչ ատրիբուտներ ունի այս www կլասը, այդ արվում է այս dir-ով, այս dir-ն էլ պրոստը մեթոդ է, էլի։ Կտեսնենք, որ ստեղ կա model, տակի գծիկ owner, ինչ որ այս str-ը, ny, ly, տենց խառը ինչ որ տարբեր բաներ կա, այս magic մեթոդներից կան, այս կակրած նախորդ դասն է, էլի magic մեթոդներ։ Բայց մեկ է ավելացրել եմ մի հատ սենց բան, տակի գծիկ www, տակի գծիկ www, հետո տակի գծիկ secret, ու սա եթե աշխատացնենք, ու ոչ թե գրենք տակի գծիկ secret, այլ գրենք տակի գծիկ www, հետո այդա, ու սա աշխատացնենք, ահա, աշխատեց։ Այսինքն ըստ էության Python-ը ոչ մի ձևեր իրան թաքուն չդարձրեց, պրոստը անունը փոխեց։ Այդ անուն փոխելը կոչվում է name mangling, ու ոնց որ իբր private-ությունն է կլասի, էլի, ապահով, այդ ատրիբուտի private-ությունն է ապահովում, էլի, իբր թե։ Okay։ Այս ոնց որ մեզ նույն ձևով է միշտ փոխում, ցենք ֆունկցիայի անունը սկզբից ավելացնում, հա։ Հա, այդ մասը երևի այդ մասը չեմ նշել բանի մեջ, հա, ինքը միշտ դարձնում է իրան սենց տակի գծիկ, class name ու տակի գծիկ ու արդեն մեր բան, ատրիբուտի անուն, էլի։ Այսենց էլի, հա։ Այդ միշտ նույն ոճով, այսինքն միշտ երբ ուզենք կարող արագ վերականգնենք, էլի այդ բանի անունը։ Բայց դա էլի որոշ չափով առնվազն պատահական գոնե չենք բռնի, տեսնենք սենց արժեք։ Բայց ընդհանուր ոնց որ մի հատ տենց մեմ կա, որ ոնց որ Python-ում էնկապսուլյացիան աշխատում է զուտ բանով, աշխատելու պրինցիպը ջենտլմենների միջև պայմանավորվածությունն է, որ սա հավաքվել են ասել են, լավ, եթե տեսնեմ // secret, ազնիվ խոսք չեմ նայի, թե ինչա մեջը գրած, մեծամասամբ այդ պրինցիպով է աշխատում, էլի, այդ private attribute-ի պահը։ Չէ, իսկականից ինքը տենց private չի, էլի։ Հա, մի քիչ պրոստ գրելու ձևը փոխում ենք, արդեն ստանում ենք արժեքը։ Հա։ Բայց ոնց որ ընդհանուր էլ մենք ուզում ենք ոնց որ այս որ սենց ատրիբուտները գրում, հավասարացնում բան են անում, մենք իրականում չենք ուզի թողենք, որ մարդ մեր կլասից այս սենց օգտվի, այսինքն կլասի ատրիբուտ օգտագործի։ Այդ ատրիբուտները այդ կլասը նկարագրող կարևոր բաներ են շատ։ Մենք ոնց որ ուզում ենք մարդկանց առաջարկենք այդ կլասի մեթոդներից օգտվեն։ Մենք չենք ուզի մարդ այդ մեր դեղը վերցնի ու դեղի մեջից ինչ-որ բաներ նայի բջիջներին կամ բջիջը փոխի մի հատ ուրիշ բջիջ դնի։ Մենք ուզում ենք իրանց ամբողջ այդ կապսուլան ուղղակի տանք, որ ասենք եթե ուզում ես խմել,
վերցրու խմի։ Ուզում ես կպնես նայես հենց կոնկրետ մեջը ինչ հատիկներ ա դրած, չեմ թողի։ Ուզում ես փոխես մեջը ինչ որ բան, չեմ թողի։ Ուզում ես փոխես, կամ այսպես դե լավ, ուզում ես փոխես, օքեյ, քեզ կթողեմ, բայց մեկը ուղիղ չես կպնի իրան։ Ես քեզ կտամ մեթոդ, փոխելու համար դու դրանով կփոխես։ Ոնց է, օրինակ կոմպը, որ օգտագործում ենք, ուզում ենք բան անենք, ուզում ենք բան ֆոնի նկարը փոխենք, մենք ոչ թե մտնում ենք հենց ծրագրի նաստրոյկաների մեջ, գտնում ենք որտեղ է սահմանված թե ինչ է հավասար բանը, հեռակոմպի հետևի ֆոնի նկարը ինչ է հետ ենք օգտվում, չէ, օգտվում ենք բանից, չէ, կոմպի մեզ տված մեթոդից, որը կոչվում է փոխել հետևի ֆոնի նկարը ու իրան տալիս ենք նկարը, ինքն է փոխում, չէ։ Դուր ամեն ձև ուզում ենք այդ օգտագործողին, թեկուզ այդ օգտագործողը ծրագրավորող լինի, էլի, կարևոր չի, մեր կոդի օգտագործողին։ Ուզում ենք ամեն ձև հեռու պահենք մեր կլասից, ասենք ոչ մի բան մի կպի, ոչ մի բան չի միջարդի, մենք քեզ ինչ կտանք, այդ դրանով գոհ շնորհակալ եղի ու վերջ։ Այդ մոտեցման համար, հեսա մի հատ օրինակի վրա ավելի լավ կպատկերացնենք, ստեղ էլ ինչ որ տեքստ եմ դրել, տառասխալներով, փոփոպականի։ Եթե նայենք օրինակ սենց մի հատ բան, մեթոդ, որ ունենք մի հատ info կոչվող մեթոդ, որը որ բան անում, տպում է ավտոյի մոդելը, ավտոյի տիրոջը ու ավտոյի բան, սեկրետը, ու այս տիրոջ անունը ուզում է մեծատառերով գրի, դրա համար գրած է capitalize։ Հիմա եթե սա աշխատացնենք ու որոշենք բան անել, ասենք այս տիրոջ անունը դնել, ասենք առաջին տեր, ասենք առաջի մարդ հետո երկրորդ մարդում տեղը դայվալներ, ասես թիվ դնենք, սա աշխատացնենք, կասի ես int object-ը չունի capitalize մեթոդ, կջարդվի մեր կոդը։ Չենք ուզում սենց բաներ լինի, դրա համար չենք ուզում թողենք, որ ինքը կպնի ես owner, model, secret, այսրանց չենք ուզում կպնի։ Է դրա համար ընդունված է, պատկերացրեք ժողովուրդ ինչ պրոբլեմի մասին եմ խոսում։ Ներավ, է դրա համար ընդունված է մենք ձեռով սահմանենք մեթոդ, որը որ մարդուն կտա իր ուզած բանի արժեքը։ Այսինքն եթե ուզում ես ստանաս տակի գծիկ owner-ը, ոչ թե կգրես www.get տակի գծիկ owner, այսինքն ոչ թե կօգտվես ատրիբուտից, այլ ամենտեղ դու կկանչես մեթոդ։ Կարան գրենք սենց մի հատ մեթոդ, անուն ասենք get owner, որը վերադարձնում է ուղղակի self-get տակի գծիկ owner։ Առաջի հայացքից ավելորդ երկար կոդ դառավ, կարենք այնա գրենք ուղղակի self տակի գծիկ owner։ Բայց սա շատ ավելի պրոֆեսիոնալ իմպլեմենտացիա է ու հեսա մի հատ ուրիշ դեպքում էլ, օրինակ եթե ուզում ենք արժեքը դնենք, ոչ թե իրան թողենք, ասենք ինքը ասի տակի գծիկ owner-ը հավասար է ինչ-որ բանի ու ինքը միանգամից հավասարվի, այլ մենք այդ պրոցեսը ղեկավարենք, կառավարենք այդ պրոցեսը, էլի։ Իսկն արժեքը վերցնենք ու մենք արժեքը տեղադրենք, ոչ թե ինքը միանգամից արժեքը տեղադրի։ Չենք ուզում, էլի, չենք ուզում ուղիղ կապ դուրս գա։ Ամենտեղ ուզում ենք մենք միջնորդը լինենք, էլի սենց ասած։ Արժեք ես տեղադրում, արժեք ես ջնջում, արժեք ես փոխում։ Ամեն ինչ չերես մեզ։ Ուղիղ մենակով չես աշխատելու ատրիբուտի հետ, էլի։ Էնկապսուլյացիայի գաղափարը դա է։ Ու կարանք օրինակ, այստեղ եթե սարքել ենք get owner, կարանք մի հատ սարքենք owner-ի արժեք դնելու համար set owner, set-ը տեղադրնելն է, էլի։ Ասենք set owner ու այս set owner-ը ինքը կստուգի կասի, եթե ինքը string-ա, նոր կդնի արժեքը, եթե չէ, այս value error-ը ոնց որ error կբարձրացնի, կարանք սա պատկերացնենք որպես ուղղակի բան։ Կտպի կասի, չէ, սխալ է, եկեք փոխեմ։ Ու մի հատը կարանք գրենք del owner, որը որ ուղղակի կջնջի այս self set owner-ին ու այս սրանով արդեն գործելուց, եթե ուզենանք ստանանք արժեքը, կգրենք ոչ թե բան, սենց տակի գծիկով get owner, կգրենք ոչ թե տակի գծիկ owner, այլ կգրենք get owner, եթե ուզենանք ստանանք արժեքը, այսիշտ դնենք արժեքը, կգրենք օրինակ set owner 1 ու ինքը կասի անուն տուր ոչ թե թիվ։ Եթե գրենք set owner ու սենց ավտովովիկ վովոիկյան, այդ ժամանակ կփոխի անունը։ Եթե կանչենք այս get info-ն,
կտեսնենք, որ ինքը իսկականից փոխվեց, հեսա 0.6 տիրակալ եւ այլն եւ այլն։ Եթե գրենք ստեղ del owner ու տպենք այս Ժիգուլի get.info-ն, կասի ես չունեմ տակի գծիկ owner մեթոդ, որտեղ ջնջել էինք իրան։ Okay, ժողովուրդ, պատկերացրեցիք այս կտորը։ Սրանց այս get ինչ-որ բան, set ինչ-որ բան, del ինչ-որ բան, սրանց կոչվում են getter, setter, deleter մեթոդներ, ամեն մեկը ոնց որ ստանալ, տեղադրել, ջնջել արժեքի համար, էլի։ Իրենք այդ մեթոդներն են, որոնք որ միջնորդն են հանդիսանում, էլի, այս արժեք ստանալ, տեղադրել ու ջնջելու գործում։ Ստեղից ինչ-որ հարցեր, ժողովուրդ։ Կարակ ասի մենակ ատրիբուտներն են լինում private, public, protected, թե կարա մեթոդներն էլ ու կլասներն էլ այդպես լինեն։ Հենց դե իրականում ստեղ ոնց որ եթե գրենք մի վարքան ոնց որ իրականում ոչ մի բանն էլ public private կամ բան չի, որտեվ եթե ստեղ սարքել էինք այդ set owner-ը, չէ։ Հիմա եթե ստեղ գրենք Ժիգուլի get տակի գծիկ owner, հավասարա ինչ-որ բան ու աշխատացնենք, ինքը նույն ձև կջարդվի, կասի չեմ աշխատում, որտեվ ոնց որ իրականում մենք չդարձրեցինք այս տակի այս սրանց մենք չդարձրեցինք բան, էլի, չդարձրեցինք private protected կամ ինչ-որ բան։ Մենք ուղղակի սարքեցինք մի հատ ինտերֆեյս sense ասած, սարքեցինք մի հատ միջնորդ, որ հետա աշխատի։ Այսինքն ոնց որ այդ հարցին կարող պատասխանել ոնց որ ոչ մի բանն էլ չի լինում, էլի իրականում public private կամ protected։ Սաղ էլ նույն պատմությունն է, ուղղակի sense բան, ավելացրեցինք աշխատելու ոճը, էլի։ Okay։ Մերսի։ Դրա համար ինկապսուլյացիան մի քիչ բանն է, էլի, տենց համ գոյություն ունի, համ գոյություն չունի, էլի, գոյություն ունի այնքան ժամանակ, մինչև որ բոլորս պայմանավորվել ենք, որ ինքը գոյություն ունի, էլի։ Եթե սկսենք այս օրենքները չպահել, ինկապսուլյացիան պրոստը կկորի, էլի։ Ուրիշ տենց ավելի լուրջ լեզուներում այդ խիստ նորմալ դրված է, էլի, իսկականից այն ինչ որ թաքուն է, ինքը թաքուն է։ Ոչ թե ասես տակի գծիկ կլասի համում սավելացնում ու կորցնում է թաքունությունը։ Բայց դե հիմա էտա պետքա ուզենք չուզենք պետքա սիրենք այս եղածով։ Էլի ինչ որ հարցեր ժողովուրդ։ Դե լավ, այս սրա այս իհարկե հավես է լավ է, բայց շատ ավելի հարմար է գրել բան, չէ, Ժիգուլի տակի գծիկ, Ժիգուլի get տակի գծիկ owner հավասարը սա, չէ։ Ոչ թե բռնել մեթոդ կանչել, այդ մեթոդին մուտքում բան տալ, մուտք տալ, աշխատացնել, սենց շատ ավելի հաճելի էր, չէ։ Ահա որ ավելի հարմար է, չէ, սենց ուղղակի կարճ գրել։ Հիմա ոնց որ գայսա կամ պետքա սենց գրենք ու սա ոչ պրոֆեսիոնալ լինի, կամ պետքա սենց գրենք ու սա ջանջալ լինի, բայց կան property կոչվող դեկորատորը, property-ն այդ ոնց որ հատկություն, ոնց թարգմանեմ property-ն հատկություն սենց չէ լավ property կարող ոնց որ համ իմ property-ն, այդ ասենք իմ տունը, իմ բանը, այդ իմ property-ն են, իմ սեփականություն, հա, սեփականություն։ Սեփականություն դեկորատորը կա, որ թողում է այս երկու աշխարհները միավորել իրար, համ սիրուն կոմպակտ գրել, համ ունենալ այս getter setter editor-ների մեջի հավես բաները։ Ոնց է դա արվում։ Եթե ուզում ենք այս owner ատրիբուտի համար կամ model ատրիբուտի համար կապ չունի։ Սարքենք բան, նենց անենք, որ ինքը
արժեքը ստանալուց, տեղադրելուց ու ջնջելուց ոչ թե ուղիղ կպնի ես owner-ին, այլ աշխատացնի մեր ուզածները, ու սա իրականում ինչ-որ չափով նաև զերծ ապահում բանին, որ օգտվի հենց այս տակի գծիկ owner-ից, կարանք սենց անենք։ Այս մեր ֆունկցիաները, որ սարքում էինք, անունը գրում ենք get owner, set owner, del owner։ Հիմա սրանց բոլորի անունը կդնենք ուղղակի owner, այստեղ կլինի սա def owner, def owner, def owner։ Ու իրանց գլխից վերևում կավելացնենք, թե իրանք ինչ դեր են խաղում։ Գրենք շնիկ property, այսենց որ գրենք, այս owner մեթոդը երբ որ կանչվի, ինքը կդրվի այս property հատուկ դեկորատորի մեջ ու ուղղակի կվերադարձնի սրա արժեքը։ Այդ ճիշտ հեսա կտեսնենք, երբ կաշխատի, կամ երբ որ հավասարացվի ինչ-որ արժեք, owner մեթոդ ատրիբուտին հավասարացվի արժեք։ Այս վերևում կգրենք owner.setter ու այս մեթոդը կաշխատի։ Երբ որ ջնջելու լինենք արժեք, այս պետք է գրենք owner.deleter ու այսա կաշխատի։ Այսա օրինակով մի հատ տեղը կընկնի։ Հիմա նայեք, եթե գրենք self.tag-ի գծիկ owner ուղղակի հավասարա 1, եկեք այս տակի գծիկը ստեղից ջնջեմ, որ ավելի լավ լինի, որ անունները բռնեն էլի իրար հետ ավելի լավ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, որ հանկարծ շփոթմունք չառաջանա, էլի։ Հիմա երբ որ գրում ենք Zhiguli.owner, նմանա նրան, որ ուղղակի բան, չէ, ֆունկցիա չենք կանչում, ուղղակի ատրիբուտ ենք, չէ, օգտագործում, կամ գրում ենք Zhiguli.owner հավասարա 1, չէ։ Ոնց որ սովորական այն մեր հին գրելաձևն է, չէ, ոնց կվարվենք, եթե ատրիբուտ լիներ, ոչ թե մեթոդ։ Բայց տակից ինքը աշխատացնում է այսա կամ այսա։ Մենք որ գրում ենք Zhiguli.owner հավասարա 1, ինքը maximum caution depth վարքան ռեկուրսիայի մեջ ընկա ինչ որտեղ։ Ինչ թվում է տակի գծիկը լավ չարեցի, որ ավելի ջնջեցի, մի վարքան։ Հա, չէ, ռեկուրսիայից որ չենք խոսացել, չեմ ուզում խոսամ, թե ինչ կատարվեց։ Ու իրականում ինձ էլ շատ ակնհայտ չի։ Ահա, լավ, մի խոսքով այդ մեր բանի անունը պետքա մի քիչ ուրիշ լիներ այս անուն։ Այս դետալա, որ եկեք այս բանին անտեսենք, եթե ռեկուրսիայից խոսանք, դրանից հետո սա կքննարկենք էլի, եթե չմոռանանք։ Բայց մի խոսքով, սարքեցինք owner կոչվող մեթոդներ։ Ու հիմա իրանք շատ հավես ձևով այսպես գրելու դեպքում ավտոմատ նայեք, չէ, այս սովորական գրելաձևով աշխատացնում են այն ինչ մեզ պետք է։ Իսկ երբ որ մենք գրում ենք Zhiguli.owner, ինքը իրականում կանչում է այս մեթոդը։ Այսա է աշխատացնում։ Երբ որ գրում ենք Zhiguli.owner հավասար է ինչ-որ բանի։ Երբ որ գրում ենք Zhiguli.owner, ինքը այսա է աշխատացնում։ Երբ որ գրում ենք del Zhiguli.owner, ինքը այսա է աշխատացնում։ Ինքը շատ խելացի ու էլեգանտ լուծում է, էլի։ Բայց մի հատ լռեմ, ժողովուրդ, էս նորմալ էր, ոնց որ թե ավիրեցի մի քիչ։ Հա, օքեյ է։ Այսքան էլի որ կրկնեմ գրելաոճը, սովորական էս owner-ի նախ գրում ենք վերևում շնիկ property, հետո այդ owner-ին, հենց այս սրա owner-ի արժեք տեղադրելու, արժեք ջնջելու մեթոդների վերևում գրում ենք համապատասխան owner.get ու owner.setter ու owner.deleter մեթոդները։ Okay է։ Չոր հարցեր ստեղից ժողովուրդ։ Դե լավ, եկեք abstraction-ից էլ խոսանք։
այս բանից այսքաններ էլի էնկապսուլյացիայից այսքաններ մոտս նյութը abstraksiայից էլ կանք խոսանք երևի շատ կլինի այս մի դասի համար ու քանի որ հենց կոնկրետ են պրոֆաունդական տնայիններ չկան բանի համար հենց այս երկու մեթոդների մի քիչ կարող է դժվար լինի այս սաղ մարսել դրա համար ասեմ միանգամից այսքան շատ բան էլի կարող է բան մտածում եմ կարող է արժի սա թողել հետոյվա ինքը շատ չի նենց հա բայց դուք ասեք ժողովուրդ չեմ ուզում էլի գեր ծանրաբեռնեմ այսօրվա դասով քանի որ քիչ մարդ եք կարող հերթով պրոստը ասեք էլի ինձ ժամանակային լրիվ օքեյ է էլի կարամ սա բացատրեմ ընդհանրապես հարց չկա էլի դուք ասեք Ես կլսեի Okay. Սիրեկան Մերի, դուք Ես ինձ թվում է, որ շմնար հետո ավելի լավ կլիներ, որտեղ այս վերջին պահերը արդեն շատ դժվար էի կենտրոնանում։ Ես էլ եմ տեսնում։ հա Մերի պես չէի նկատի ուներ այսքան լրիվ չէ least recently used նա հա okay Լուսինա դեպքում ներողություն բայց երկու հոգի մյուս բանը քվեարկեց էլի Հա, հաջորդ դասին, հա, կգնանք ահա հա, լավ, ես թվում էր вообще հետոյի Հա, չէ, հա, ոնց որ այ հենց այս կտորից է կշարունակենք էլի Հա, այս լավ վայելելու ուրեմն երրորդ անգամ Հա, չէ, այս օպեն պետք է անպայման գոնե մի քիչ գոնե այս մակարդակի պետք է բան անենք էլի օպեն պետք է էլի իմանալ ինքը ոնց որ դա նույնիսկ եթե շատ չօգտագործել պետք է գոնե իրան իմանալ էլի դրա համար էս անպայման էլի սա կծածկենք ու մի հատ էլ գործնական կանենք սրա վրայից էլի երևի հաջորդ դասը մի հատ էս abstraction արագ կնայենք ինչա ու միանգամից գործնական կանենք որտեղ համ abstraction կօգտագործենք համ մնացած բաները մնացած պոստուլատ մնացած գաղափարները OOP-ի ամեն անգամ մոռանում եմ նայում ոնց է թարգմանվում դա հայերենի թե ինչ որ մեկը նայի խաբար արեք այդ OOP principles compost OOP հիմունքներ չէ հիմունքները բանն է հիմունքը այդ ֆունդամենտ չի ոնց որ OOP հիմունքներ ասելով կարող է նկատի ունեն OOP-ի այն ամենահեշտ բաները կամ այն ֆունդամենտալ բաներն են սորում էլի ոչ թե հենց օրենքները այդ հիմունքները որտեվ ամենտեղ կարանք ասենք էլի ինչ ուզում ենք սովորենք այդ դրա սկզբին կարանք անվանենք հիմունքներ էլի երևի եթե ճիշտ գիտեմ էլի բառը բայց մերսի առաջարկի համար կարող է սխալ եմ ասում ժողովուրդ ես հայոց լեզվի դասերին վոլեյբոլ եմ խաղացել էլի հիմնականում երկար տարիներ դե լավ էական չի այս վիդեոն այս երևի խորհուրդ կտամ այսօրվա դասը թեթև վիդեոն վերանայեք եթե հասցնեք իսկ դրանից էլ ավելի լավ խորհուրդ ինչ որ ուրիշ նյութ նայեք ոնց որ մենակ իմ բացատրածը չլինի էլի այդ նյութը կարող լինի Real Python-ից կամ կարող լինի այն Corey Shaffer-ի YouTube-ի ալիքից կամ ուղղակի Google-ելով կամ կարող ինձ գրեք ես ինչ որ ուրիշ բան գտնեմ լավ կլինի էլի այս թեման մի քանի տեսանկյունից մարսվի էլի մենակ իմ առաջարկածով չլինի ինձանից շատ ավելի լավ բացատրողներ կան էլի ինտերնետում ու նաև եթե անգլերենով նայեք դա էլ ավելի լավ կլինի էլի այդ բայց պրոստը որպես խորհուրդ էլի դե լավ մի խոսքով եթե իմի բերենք այսօր դեկորատորները նայեցինք ինչ են չենց իմաց կա իմի բերելու լավ սկսել եմ դեկորատորները իմի բերեցինք թե հա ժողովուրդ ճիշտ տնային է մոռացա
Դեկորատորները իմի բերեցինք թե ինչ են, ու սովորեցինք մի հատիկ OOP-ի գաղափար, մեզ տակը մնում է մի հատիկ էլ գաղափար ու դրանով OOP-ն ծածկում ենք, առնվազն ներածական մակարդակի էլի։ Իսկ այս մեր բանի տնայինը, Profoundist տնայինը, արդեն էկոկիա տնային անում, շատ լավ է, բանով էլի, միջին մակարդակի։ Մեր տնայինը լինելու է ուղղակի այս classist մեթոդը, եթե մինչև այս 14-րդն էր, հիմա 14-ից մինչև 19 է, էլի։ Այս как раз public private է դրանց մասին է խոսում։ Այս խնդիրներով կարող դրա մեջ վարժվեք, էլի как раз։ Abstract-ը չկա profound-ով, ոնց որ կարելի է լրիվ մինչև վերջ ծածկել էլի այս թեման։